Դուք երբե հանդիպել եք մեկին, ով փոխեց ձեր կյանքը առանց մի բառ ասելու։ Նա մաքրում էր միջանցքները, մինչ նա տիրում էր կայսրություններին, սակայն մի սայթաքում միավորեց նրանց աշխարհները։ Կանգնած վերելակում նրանց հայացքները հանդիպեցին, սկսեց ծաղկել մի լուր զգացմունք։ Այն, ինչը թվում էր պատահականություն, վերածվեց արգելված զգացմունքի, որը ոչ ոք երբե չէր կարող պատկերացնել։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Հիշեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Երանը եռում էր երկուշաբթի առավոտվա մոխրագույն այդ օրը։ Հյուսիսային պողոտայի երկնաքերերը կտրում էին երկինքը, ասես ապակե պողպատե շեղբեր, արտացոլելով ամաչկոտ լույսը, որը պայքարում էր քաղաքային մառախուղի միջով անցնելու համար։ Հազարավոր շտապող դեմքերի մեջ, որոնք քայլում էին մայթերով, իրենց գործադիր պորտֆելներով սուրճի բաժակներով, կար Էլենը, 23-ամյա մի երիտասարդ կին, որի ձեռքերում ոչ թե կորպորատիվ փաստաթղթեր էին, այլ մաքրող միջոցներով լի դույլ պարզ համազգեստ, որն ավելի շատ թաքցնում էր, քան բացահայտում նրա նուրբ կազմվածքը։ Նա արթնացել էր առավոտյան ժամը 5-ից առաջ, ինչպես միշտ։ Զարթուցիչը հնչել էր իր մինիատյուր բնակարանի միակ սենյակում, նոր Նորքում, մի վայրում, ուր մետրոն լեփ-լեցուն էր հասնում, իսկ փողոցները դեռ պահպանում էին շատ արագ զարգացած Երանի պատմությունը։ Էլենը զգուշորեն հագնվեց, իր շագանակագույն մազերը կապեց աննկատ հանգույցով, խուսափեց հայելու մեջ երկար նայելուց։ Ոչ թե մերժված ինքնասիրության, այլ մանկուց արմատացած ամաչկոտության պատճառով։ Ծնողների վաղաժամ մահից հետո, դժբախտ պատահարի հետանքով, տատիկի կողմից դաստիարակված Էլենը սովորել էր, որ լավ կանայք ուշադրություն չեն գրավում, ձայն չեն բարձրացնում, չեն սադրում։ Տատիկը, խիստ սկզբունքների անսասան հավատքի տեր մի կին, ձավորել էր թոռնուհուն մաքրության, համեստության հարգանքի մասին քարոզներով։ Էլենը երբեք չէր կասկածել։ Նա յուրացրել էր յուրաքանչյուր բառ, որպես բացարձակ ճշմարտություն։ 23 տարեկանում նա դեռ կույս էր։ Ոչ թե հնարավորության բացակայության, այլ համոզմունքի պատճառով։ Թե վախի։ Ինքը չգիտեր պատասխանը։ Շենքը, որտեղ նա աշխատում էր, 30 հարկանի մի հսկա էր, երկրի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի կենտրոնակայանը։ Դավթյան խումբը ղեկավարում էր կարողություններ, բանակցում կառավարությունների հետ, ազդում շուկաների վրա։ Եվ թվերի ու պայմանագրերի այդ կայսրության գագաթին էր Վիկտոր Դավթյանը, 38-ամյա մի մարդ, որի հեղինակությունը նրան նախորդում էր որպես սառը ստվեր։ Էլենը սկսել էր այնտեղ աշխատել ընդամենը 2 շաբաթ առաջ, մաքրման ենթակապալառու ընկերության կողմից։ Նրա հերթափոխը սկսվում էր առավոտյան ժամը 6-ին, մինչ գործադիրները կհասնեին։ Նա մաքրում էր զուգարանները, դատարկում աղբամանները, սրբում հանդիպումների սեղանները, երբեմն կարգի բերում տնօրենների սենյակները։ Ամեն ինչ միշտ լուռ, միշտ անտեսանելի։ Այդ առավոտ, մինչ նա փոշեկուլ էր անում 28-րդ հարկում, որտեղ բարձրագույն ղեկավարության սենյակներն էին, Էլենը լսեց մոտեցող կայուն քայլեր։ Սիրտը արագացավ։ Դեռ շատ վաղ էր, որ որևէ մեկը լիներ այնտեղ։ Նա արագ անջատեց փոշեկուլը, հեռացավ անկյուն, փորձելով դառնալ պատի մաս։ Գլխավոր սենյակի դուռը բացվեց ուժգնորեն։ Վիկտոր Դավթյանը ներս մտավ, ասես զսպված փոթորիկ։ Անթերի մուգ կապույտ կոստյում, իտալական մետաքսե փողկապ, կոշիկներ, որոնք արտացոլում էին լույսը, ասես հայելիներ։ Նա չնայեց Էլենին։ Նույնիսկ չնկատեց նրա ներկայությունը։ Նա կաշվե պորտֆելը նետեց սեղանին, սկսեց համարներ հավաքել հեռախոսով, նրա կտրուկ ձայնը արձագանքում էր դատարկ սենյակում։ Նրան գումար էր պետք, նա պահանջում էր պարտավորություններ, պահանջում էր արդյունքներ։ Էլենը փորձեց աննկատ դուրս գալ, բայց փոշեկուլի լարը կպել էր աթոռի ոտքին։ Նա նուրբ քաշեց, բայց շարժումն առաջացրեց աթոռի ջռոց։ Վիկտորը ընդհատեց զանգը, շրջվեց դեպի նրան։ Նրա աչքերը խորը մոխրագույն էին, գրեթե մետաղական։ Սառը, հաշվարկող։ Էլենը զգաց, ասես իրեն վերլուծում, կշռում, դատում էին։ Այդ հայացքում բարություն չկար։ Միայն անտարբերություն։ Կներեք, պարոն, շշնջաց նա, փորձելով արձակել լարը, առանց ավելի շատ աղմուկի։ Վիկտորը չպատասխանեց։ Նա պարզապես վերադարձավ հեռախոսին, շրջվելով դեպի նրան, ասես նա ուրվական լիներ։ Էլենին վերջապես հաջողվեց արձակել լարը, դուրս եկավ սենյակից, սիրտը չափազանց արագ բաբախելով։ Նրա ձեռքերը դողում էին։ Այդ մարդը նման չէր մյուս գործադիրներին, ովքեր քաղաքավարիորեն ողջունում էին կամ նույնիսկ շնորհակալություն հայտնում աշխատանքի համար։
Նա տարբեր էր։ Հեռու։ Անթափանցելի։ Հետագա օրերին Էլենը սկսեց խուսափել այն ժամերից, երբ Վիկտորը գալիս էր։ Բայց դա անհնար էր։ Նա անկանխատեսելի էր։ Երբեմն գալիս էր ժամը 7-ին, երբեմն 5:30-ին։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում էր նրան, ճանաչում չկար։ Ոչ մի ողջույն։ Ոչ մի խոսք։ Միայն այդ սառցե հայացքը, որն անցնում էր առանց դիպչելու։ 5 շաբթի էր, երբ ամեն ինչ փոխվեց։ Էլենը մաքրում էր Վիկտորի սենյակի կողքի հանդիպումների սենյակը։ Նա գիտեր, որ նա այնտեղ է։ Լսում էր նրա ձայնը հեռախոսով, միշտ անհամբեր, միշտ պահանջկոտ։ Նա լուռ աշխատում էր, ցրփելով կաշվե աթոռները, կարգավորելով հեռակառավարման վահանակները, ուղղելով պատերի նկարները։ Հենց այդ ժամանակ նա սայթաքեց։ Նրա մաշված կոշիկի կրունկը կպավ գորգին, նա կորցրեց հավասարակշռությունը։ Փորձեց բռնվել սեղանից, բայց ի վերջո գցեց այնտեղ դրված փաստաթղթերի կույտը։ Թղթերը թռան սենյակով մեկ, ընկնելով աշնանային չոր տերների պես։ Էլենը հուսահատորեն նետվեց գետնին, փորձելով արագ հավաքել ամեն ինչ։ Դուռը բացվեց ուժգնորեն։ Վիկտորն այնտեղ էր, շեմին կանգնած, աչքերը հառած նրան։ Լռությունը խլացուցիչ էր։ Էլենը ծնկի իջավ, հավաքելով թուղթ առ թուղթ, ձեռքերը այնքան դողում էին, որ դժվարությամբ էր կարողանում ինչ-որ բան բռնել։ Դուք պատկերացնում եք, թե ինչ արեցիք հենց նոր, նրա ձայնը ցածր էր, բայց լի զսպված կատաղությամբ։ Շատ եմ ցավում, պարոն, շշնջաց նա, չհամարձակվելով վեր նայել։ Ես չտեսա, սայթաքեցի, ամեն ինչ կկարգավորեմ, խնդրում եմ, ներեցեք ինձ։ Նա 2 քայլ արեց դեպի նրան։ Էլենը զգաց նրա ներկայությունը, ասես ծանր ստվեր։ Նա կրացավ, վերցրեց փաստաթղթերից մեկը, բարձրացրեց նրա դեմքի առաջ։ Այս թղթերը գաղտնի են։ Միլիոնների արժեն։ Եվ դուք դրանք ցրեցիք հատակին, ասես աղբ լինեին։ Էլենը վերջապես բարձրացրեց հայացքը։ Նրա շագանակագույն աչքերը հանդիպեցին նրանց աչքերին։ Եվ կարճ ակնթարթով տարօրինակ բան տեղի ունեցավ։ Նրա կատաղությունը տատանվեց։ Միայն 1 վայրկյանով։ Նա տեսավ արցունքները, որոնք ձավորվում էին նրա աչքերի անկյուններում, տեսավ շուրթերի դողը, տեսավ փխրունությունը, որը նա կրում էր որպես երկրորդ մաշկ։ Ինչ-որ բան շարժվեց նրա ներսում։ Դա խղճահարություն չէր։ Դա կարեկցանք չէր։ Դա ինչ-որ ավելի խորը, ավելի անհանգստացնող բան էր։ Դա ճանաչում էր։ Ասես այդ վախեցած հայացքում նա տեսավ մի բան, որը մոռացել էր փնտրել։ Դուրս եկեք, ասաց նա, ձայնն ավելի քիչ կայուն, քան մտադրված էր։ Էլենը արագ վեր կացավ, թղթերը թողնելով հատակին, վազելով դուրս եկավ սենյակից։ Նրա աչքերը ցավում էին, արցունքները վերջապես հոսում էին դեմքով։ Նա փակվեց վերջին հարկի զուգարանում լուռ լացեց, իրեն չափազանց փոքր զգալով հսկաների այդ աշխարհի համար։ Վիկտորը կանգնած մնաց հանդիպումների սենյակում, նայելով ցրված թղթերին։ Նա պետք է կատաղած լիներ։ Նա պետք է անմիջապես ազատեր աղջկան աշխատանքից։ Բայց նա չէր կարողանում մտքից հանել այդ հայացքը։ Այդպիսի քաղցրությունն այդպիսի միջավայրում տեղին չէր։ Հետագա օրերին ինչ-որ բան փոխվեց։ Վիկտորը սկսեց նկատել Էլենին։ Սկզբում գիտակցաբար ոչ։ Նա տեսնում էր նրան միջանցքներով անցնելիս, միշտ գլուխը կախ, միշտ աննկատ։ Տեսնում էր, երբ նա մաքրում էր իր սենյակը, զգուշորեն շարժվելով, որ աղմուկ չբարձրացնի։ Եվ չհասկանալով, թե ինչու, սկսեց ուշադրություն դարձնել մանրամասներին։ Այն, թե ինչպես էր նա կապում մազերը։ Այն նուրբ ձը, որով նա պահում էր առարկաները։ Այն մեղմ շնչառությունը, որն անում էր, երբ կարծում էր, որ ոչ ոք չի նայում։ Նա սկսեց կանչել։ Ոչ թե դաժանորեն, այլ տարօրինակ կերպով։ Կանչում էր նրան վերադասավորելու գրքեր, որոնք արդեն կատարյալ դասավորված էին։ Բողոքում էր մաքրող միջոցի հոտից, խնդրելով օգտագործել մեկ այլ։ Ասում էր, որ ջրի բաժակը չափազանց տաք է, պահանջելով, որ մեկ այլ սառույցով բերի։ Էլենը առանց հարցերի ենթարկվում էր ամեն ինչին։ Բայց ինչ-որ բան նրա ներսում նույնպես սկսեց փոխվել։ Նա նկատում էր, որ նա իրեն է դիտում։ Զգում էր նրա հայացքի ծանրությունը նույնիսկ այն ժամանակ, երբ մեջքով էր դեպի նա։ Եվ դա վախեցնում էր նրան, մի նույն ժամանակ արթնացնում էր մի բան, որը նա չգիտեր անվանել։
Մի կեսօր Վիկտորը խնդրեց նրան սուրճ բերել։ Էլենը զգուշորեն պատրաստեց, դրեց ճենապակյա բաժակում, տարավ նրա սենյակ։ Երբ նա բաժակը դրեց սեղանին, նրա ձեռքը դողաց, մի փոքր հեղուկ թափվեց ափսեի մեջ։ Դուք միշտ նյարդային եք, ասաց նա, աչքերը չկտրելով համակարգչից։ Կներեք, պարոն։ Էլենը արագ մաքրեց անձեռոցիկով։ Նայեք ինձ, երբ ձեզ հետ եմ խոսում։ Նա դանդաղ բարձրացրեց դեմքը։ Նրանց աչքերը նորից հանդիպեցին։ Բայց այս անգամ նրանց մեջ կատաղություն չկար։ Կար ինչ-որ այլ բան։ Հետաքրքրություն, գուցե։ Կամ շփոթություն։ Ո՞րն է ձեր անունը։ Էլեն, պարոն։ Քանի՞։ Տարեկան եք, Էլեն։ 23։ Սովորում եք։ Ոչ, պարոն։ Ես աշխատում եմ 18 տարեկանից։ Ընտանիք։ Իմ տատիկը։ Նա է ինձ մեծացրել։ Վիկտորը գլխով արեց, ասես տեղեկություններ էր մշակում։ Էլենը չգիտեր, թե ինչու էր նա այդ հարցերը տալիս։ Գործադիրները երբեք չէին խոսում մաքրող անձնակազմի հետ։ Դա չգրված կանոն էր։ Կարող եք գնալ, ասաց նա, աչքերը վերադարձնելով էկրանին։ Էլենը սենյակից դուրս եկավ, սիրտը արագացած։ Նա չէր հասկանում, թե ինչ էր տեղի ունեցել։ Բայց գիտեր, որ ինչ-որ բան այլ էր։ Եվ չգիտեր, թե դա իրեն վախեցնում էր, թե հետաքրքրում։ Շաբաթներն անցան։ Վիկտորը շարունակում էր իրավիճակներ ստեղծել, որպեսզի Էլենը մոտ լինի։ Օրվա մեջ մի քանի անգամ սուրճ էր խնդրում։ Բողոքում էր աննշան առաջադրանքներից։ Եվ աստիճանաբար սկսեց հարցեր տալ։ Որտեղ էր նա ապրում։ Ինչպես էր գնում աշխատանքի։ Արդյոք ընկերներ ուներ։ Արդյոք հանդիպում էր ինչ-որ մեկի հետ։ Էլենը միշտ քիչ խոսքերով էր պատասխանում, ամաչկոտությունը թույլ չէր տալիս բացվել։ Բայց նա պնդում էր։ Եվ նա, չնկատելով, սկսեց սպասել այդ պահերին։ Սպասում էր նրա ձայնին, որը կանչում էր։ Սպասում էր նրա հայացքին, որը խաչվում էր իր հայացքի հետ։ Ուրբաթ երեկո էր, երբ ամեն ինչ վերջնականապես փոխվեց։ Էլենը մոռացել էր իր ուսապարկը մաքրող անձնակազմի հանգստի սենյակում։ Երբ նկատեց, արդեն գրեթե 10 էր։ Վազելով վերադարձավ շենք։ Անվտանգության աշխատակիցը թույլ տվեց նրան ներս մտնել, ճանաչելով նրան իր կրծքանշանով։ Նա վերելակով բարձրացավ 28-րդ հարկ։ Լույսերն անջատված էին, շենքը լուռ էր։ Նա վերցրեց իր ուսապարկը, վերադարձավ վերելակ։ Սեղմեց առաջին հարկի կոճակը։ Դռները սկսեցին փակվել, երբ մի ձեռք կանգնեցրեց դրանք։ Վիկտորը մտավ վերելակ, թեթակի խառնված կոստյումով, թուլացած փողկապով։ Նա նույնպես զարմացած էր նրան այնտեղ տեսնելուց։ Ուշ եք աշխատում, հարցրեց նա, մինչ դռները փակվում էին։ Մոռացել էի իմ ուսապարկը, պարոն։ Վերելակը սկսեց իջնել։ Նրանք լուռ կանգնած էին կողք կողքի, առանց իրար նայելու։ Էլենը զգում էր նրա ջերմությունը, թանկարժեք օծանելիքի հոտը, այն ներկայությունը, որը լցնում էր ամբողջ տարածությունը։ Հենց այդ ժամանակ վերելակը կանգ առավ։ Հանկարծակի։ Մի ցնցումով։ Լույսերը թարթեցին, անջատվեցին, թողնելով միայն արտակարգ լույսը միացված։ Էլենը շնչեց, բռնելով կողային բռնակից։ Վիկտորը սեղմեց մի քանի կոճակ, բայց ոչինչ չեղավ։ Էներգիայի պակաս, մրմնջաց նա։ Երի ամբողջ շենքում է։ Էլենը զգաց, որ խուճապը բարձրանում է։ Նա կլաուստրոֆոբիա ուներ։ Ման գուլց։ Շնչառությունը սկսեց արագանալ։ Ձեռքերը սառեցին։ Նա հենվեց պատին, փորձելով վերահսկել վախը։ Վիկտորը նկատեց։ Նա շրջվեց դեպի նրան, տեսնելով գունատ դեմքը, լայն բացված աչքերը։ Լավ եք։ Ես չեմ սիրում փակ տարածքներ, շշնջաց նա, ձայնը դողալով։ Նայեք ինձ։ Նա մոտեցավ, ձեռքերը դնելով նրա ուսերին։ Շնչեք։ Դանդաղ։ Նայեք ինձ, շնչեք։ Էլենը հարեց աչքերը նրան։ Խորը մոխրագույնը հիմա ավելի քիչ սառն էր թվում։ Նա փորձեց վերահսկել շնչառությունը, ընդօրինակելով նրա ռիթմը։ Աստիճանաբար խուճապը սկսեց նվազել։ Բայց նա չհանեց ձեռքերը նրա ուսերից։
Նրանք մնացին այնտեղ կանգնած դեմքերը մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Ավելի լավ է, հարցրեց Վիկտորը, ձայնն ավելի մեղմ, քան նա երբեք լսել էր։ Այո, պարոն։ Շնորհակալություն։ Նա վերջապես բաց թողեց նրա ուսերը, բայց չհեռացավ։ Նրանք մնացին այնտեղ, նստած վերելակի հատակին, սպասելով։ Լռությունն այլս անհարմար չէր։ Այն գրեթե ինտիմ էր։ Ինչու՞։ Էկ այսքան լուր, հարցրեց Վիկտորը հանկարծակի։ Միշտ այդպես եմ եղել։ Երբեք չեք ցանկացել բղավել։ Աղմուկ բարձրացնել։ Էլենը ամաչկոտ ժպտաց։ Չգիտեմ, թե ինչպես։ Նա նայեց նրան այնպիսի ուժգնությամբ, որ նա շեղեց աչքերը։ Դուք տարբերվում եք այստեղի մարդկանցից։ Տարբերվում եք բոլորից, ում ես ճանաչում եմ։ Դա վատ է։ Ոչ։ Կարծում եմ, դա միակ լավ բանն է այս շենքում։ Խոսքերը մնացին օդում։ Էլենը չգիտեր, թե ինչ ասել։ Նրա սիրտը այնքան արագ էր բաբախում, որ նա վստահ էր, որ Վիկտորը կարող էր լսել։ Ընկեր ունեք, հարցրեց Վիկտորը, ձայնը տատանվելով։ Ոչ։ Երբեք ունեցել եք։ Էլենը գլխով արեց։ Երբեք։ Ինչու։ Նա կուլ տվեց։ Իմ տատիկը միշտ ասել է, որ որոշ բաներ պետք է պահել ճիշտ մարդու համար։ Վիկտորը լռեց։ Եվ հետո մի ձայնով, որը Էլենը դժվարությամբ ճանաչեց, նա հարցրեց. Եվ դուք հավատում եք դրան։ Ես փորձում եմ։ Նա երկար ժամանակ նայեց նրան։ Ասես փորձում էր հանելուկ լուծել։ Եվ հետո, մինչ նա կկարողանար պատասխանել, լույսերը վերադարձան։ Վերելակը ցնցվեց, սկսեց իջնել։ Երբ դռները բացվեցին առաջին հարկում, իրականությունը վերադարձավ, ասես սառը ալիք։ Էլենը արագ դուրս եկավ, շտապողական հրաժեշտ տալով։ Վիկտորը կանգնած մնաց, տեսնելով, թե ինչպես է նա անհետանում գիշերվա մեջ։ Եվ շատ տարիների ընթացքում առաջին անգամ նա զգաց մի բան, որը չէր կարողանում վերահսկել։ Մի բան, որն ավելի շատ էր վախեցնում նրան, քան ցանկացած ռիսկային գործարք։ Մի բան, որի անունը փորագրված էր նրա սրտի յուրաքանչյուր զարկի մեջ։ Այդ գիշեր նրանցից ոչ մեկը լավ չքնեց։ Էլենը պառկած էր իր բնակարանի նեղ մահճակալին, վերանայելով յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր հայացք, յուրաքանչյուր վայրկյան այդ վերելակի ներսում։ Եվ Վիկտորն արթուն էր կենտրոնի շքեղ պենթհաուսում, նայելով ներքի լուսավորված քաղաքին, զարմանալով, թե ինչ էր կատարվում իր հետ։ Իր վերահսկողության։ Իր այնքան կատարյալ կազմակերպված կյանքի հետ, որն հիմա կարծես քանդվում էր իր ընկերության հատակը մաքրող քաղցր աչքերով մի աղջկա պատճառով։ Հանգստյան օրերն անցան չափազանց դանդաղ նրանց երկուսի համար։ Էլենը փորձեց շեղվել, օգնելով տատիկին տնային գործերում, բայց նրա միտքը միշտ վերադառնում էր այդ վերելակին։ Նրա ձեռքերին, իր ուսերին։ Նրա ձայնին, որն ասում էր, որ նա տարբեր է։ Արդյոք նա նույնն էր զգացել, ինչ ինքը։ Թե դա պարզապես պահի բարություն էր։ Երբ երկուշաբթին եկավ, Էլենը շենք մտավ, սիրտը թրթռալով։ Նա բարձրացավ 28-րդ հարկ, սկսեց իր աշխատանքը, ինչպես միշտ։ Բայց նա այլ էր։ Նա զգում էր։ Օդում կար սպասում։ Հնարավորություններով լի լռություն։ Վիկտորն ավելի ուշ եկավ այդ առավոտ։ Էլենը միջանցքն էր մաքրում, երբ տեսավ նրան վերելակից դուրս գալիս։ Նա կանգ առավ։ Նայեց նրան։ Եվ առաջին անգամ, երբ նրանք ծանոթացել էին, նա ժպտաց։ Դա լայն ժպիտ չէր։ Պարզապես շրթունքների թեթ կորություն։ Բայց դա բավական էր, որ Էլենի աշխարհն ավելի արագ պտտվեր։ Բարի առավոտ, Էլեն։ Նա զգաց, որ անունը նրա ձայնում այլ է հնչում։ Ավելի մեղմ։ Ավելի իրական։ Բարի առավոտ, պարոն։ Նա քայլեց դեպի սենյակ, բայց կանգ առավ դռան մոտ։ Կարող եք սուրճ բերել, երբ ավարտեք։ Եվ տեսեք, թե արդյոք կարող եք տորտ կամ նմանատիպ բան գտնել։ Ես այսօր դեռ ոչինչ չեմ կերել։ Այո, պարոն։ Էլենը իջավ շենքի ճաշարան, սուրճ գազարի տորթի կտոր գնեց շոկոլադե ծածկույթով։ Արագ բարձրացավ, թակեց նրա սենյակի դուռը, մինչ ներս մտնելը։ Վիկտորը հեռախոսով էր, բայց նշան արեց, որ նա ներս մտնի։ Նա սկուտեղը դրեց սեղանին։
Վիկտորը անջատեց հեռախոսը, զարմացած նայեց տորթին։ Որտեղից բերեցիք։ Շենքի ճաշարանից։ Կարծեցի, որ ձեզ դուր կգա։ Նա վերցրեց պատառաքաղը, կտրեց մի կտոր համ տեսեց։ Մի վայրկյան փակեց աչքերը։ Լավ է։ Շատ լավ։ Էլենը ամաչկոտ ժպտաց։ Ուրախ եմ։ Վիկտորը նայեց նրան։ Նստեք։ Ինչ։ Նստեք։ Միասին կուտենք։ Պարոն, ես չեմ կարող, ես պետք է։ Ես չեմ խնդրում, Էլեն։ Ես ասում եմ։ Նա տատանվեց, բայց ենթարկվեց։ Նա նստեց նրա սեղանի դիմացի աթոռին, ձեռքերը ծալած ծնկներին։ Վիկտորը սկուտեղը մղեց դեպի նրան։ Կերեք։ Ես ինձ համար չեմ բերել։ Գիտեմ։ Բայց հիմա ես կիսվում եմ։ Կերեք։ Էլենը վերցրեց տորթի մի փոքր կտոր։ Քաղցր համը հալվեց նրա բերանում։ Վաղուց էր, որ նա նման բան չէր կերել։ Վաղուց էր, որ ինչ-որ մեկը նրա հետ ինչ-որ բան չէր կիսել։ Նրանք լուռ կերան։ Հարմարավետ լռություն։ Երբ ավարտեցին, Վիկտորը թիկնեց աթոռին, աչքերը հառած նրան։ Ես պետք է առաջարկ անեմ, ասաց նա։ Էլենը զգաց, որ սիրտը արագանում է։ Մասնագիտական առաջարկ, արագ ավելացրեց նա, ասես ինքն իրեն էր բացատրում։ Ինձ անձնական օգնական է պետք։ Մեկը, ով կկազմակերպի իմ օրակարգը, կհոգա իմ պարտավորությունների մասին, ինձ կուղեկցի հանդիպումներին։ Եվ ես ուզում եմ, որ դա լինեք դուք։ Էլենը թարթեց աչքերը, չհասկանալով։ Պարոն, ես մաքրող եմ։ Ես դրա համար կրթություն չունեմ։ Դուք խելացի եք։ Ես դա տեսա առաջին օրվանից։ Դուք արագ եք սովորում։ Եվ ամենակարևորը, ես վստահում եմ ձեզ։ Բայց ինչու։ Ինչու։ Ես։ Վիկտորը երկար ժամանակ լռեց։ Եվ հետո մի անկեղծությամբ, որը զարմացրեց նա իրեն, պատասխանեց. Որովհետև դուք միակ մարդն եք այս շենքում, ով ինձնից ոչինչ չի ուզում։ Դուք ինձ չեք շողոքորթում։ Ինձնից չեք վախենում շահի համար։ Դուք իրական եք։ Եվ ինձ իրական բան է պետք իմ կյանքում։ Էլենը զգաց, որ խոսքերը խորը դիպչում են իր ներսում ինչ-որ բանի։ Նա ուզում էր այո ասել։ Ավելի շատ, քան ամեն ինչ։ Բայց վախը կատվածահար էր անում նրան։ Չգիտեմ, թե արդյոք կկարողանամ, շշնջաց նա։ Ես գիտեմ, որ կկարողանաք։ Եվ ես ձեզ ամեն ինչ կսովորեցնեմ։ Կստանաք 10 անգամ ավելի շատ աշխատավարձ, քան հիմա եք ստանում։ Կունենաք արտոնություններ, առողջապահական ապահովագրություն, սննդի կտրոն։ Եվ կաշխատեք անմիջապես ինձ հետ։ Էլենը նայեց նրան։ Նրա աչքերում կար մի բան, որը նա չէր կարողանում վերծանել։ Սպասում։ Հույս։ Կարիք։ Լավ, ասաց նա վերջապես։ Ես ընդունում եմ։ Վիկտորը ժպտաց։ Այս անգամ իսկական ժպիտ։ Եվ այդ պահին նրանք երկուսն էլ գիտեին, որ ոչինչ այլս նախկինի պես չի լինի։ Որ այդ մասնագիտական համաձայնությունը ընդամենը շատ ավելի մեծ, շատ ավելի ինտենսիվ, շատ ավելի վտանգավոր բանի սկիզբն էր։ Մի բան, որը ոչ նա իր ամբողջ վերահսկողությամբ, ոչ էլ նա իր ամբողջ ամաչկոտությամբ չէին կարողանա խուսափել։ Ճակատագիրը սկսել էր իր թելերը հյուսել։ Եվ Էլենն ու Վիկտորը թակարդված էին այդ սարդոստայնում, չիմանալով, որ այն, ինչ գալու էր, կփորձարկեր ոչ միայն նրանց զգացմունքները, այլ նրանց հավատքները, վախերը, իրենց էությունը։ Եթե ձեզ դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Նորությունը տարածվեց ընկերությունում, ասես կրակը չոր խոտի մեջ։ Էլենը, մաքրող աղջիկը, բարձրացվել էր Վիկտոր Դավթյանի անձնական օգնականի պաշտոնում։ Միջանցքներում մեկնաբանությունները անհավատության, նախանձի բամբասանքի խառնուրդ էին։ Ինչպես էր դա հնարավոր։ Ինչ որակավորումներ ուներ նա։ Արդյոք նրանց միջ ավելին կար։ Էլենը լսում էր շշուկները։ Զգում էր հայացքները։ Բայց փորձում էր անտեսել։ Նա անելիք ուներ։ Եվ սարսափած էր։ Վիկտորն ամեն ինչ արագ կազմակերպել էր։ 2 օրում Էլենն ուներ նոր համազգեստ, այլս ոչ մաքրողի գոգնոցը, այլ աննկատ գործնական հագուստ, որը նա երբեք չէր պատկերացրել, որ կկրի։
Նա սեղան ուներ նրա սենյակի դրսում։ Նա համակարգիչ, հեռախոս, զբաղված օրակարգ ուներ, որը պետք է սովորեր կառավարել։ Նա համբերատար էր։ Ավելի, քան նա սպասում էր։ Սովորեցրեց նրան օգտագործել համակարգերը, կազմակերպել հանդիպումներ, կարոր զանգեր զդել։ Էլենն ամեն ինչ կլանում էր, ասես սպունգ։ Նա խելացի էր։ Վիկտորը միշտ գիտեր։ Բայց հիմա տեսնում էր այդ խելքի չափը։ Նա արագ էր սովորում, ճիշտ հարցեր էր տալիս, չէր վախենում խոստովանել, երբ ինչ-որ բան չգիտեր։ Շաբաթներն անցան։ Առօրյան հաստատվեց։ Էլենը գալիս էր ժամը 8-ին, կազմակերպում էր Վիկտորի օրակարգը, պատասխանում զանգերին, պատրաստում զեկույցներ։ Նա իր հերթին սկսեց վստահել նրան այնպես, ինչպես երբեք ոչ մեկին չէր վստահել։ Խնդրում էր նրա կարծիքը պայմանագրերի վերաբերյալ։ Ցույց էր տալիս նրան շնորհանդեսներ կարոր հանդիպումներից առաջ։ Եվ աստիճանաբար նրանց հարաբերությունները սկսեցին գերազանցել մասնագիտականը։ Կային պահեր, երբ նրանք մինչ ուշ էին աշխատում։ Ներքի քաղաքն արդեն քնած էր, բայց նրանք շարունակում էին։ Վիկտորը բացատրում էր շուկայական ռազմավարություններ։ Էլենը նշումներ էր անում, հարցեր էր տալիս, մարտահրավեր էր նետում գաղափարներին, ամաչկոտությամբ, որն աստիճանաբար լուծվում էր։ Մի երեկո նա խնդրեց նրան մնալ, օգնելու իրեն պատրաստել կարոր շնորհանդես։ Գրեթե 11-ն էր, երբ ավարտեցին։ Էլենը պահպանեց ֆայլը, փակեց նոութբուքը, վեր կացավ գնալու։ Ինչպե՞ս եք տուն գնալու, հարցրեց Վիկտորը։ Մետրոյով։ Այս ժամին։ Միշտ այդպես եմ վերադառնում։ Վիկտորը վերցրեց մեքենայի բանալիները։ Այսօր ոչ։ Ես ձեզ կտանեմ։ Էլենը ցանկացավ բողոքել, բայց նա արդեն ոտքի էր կանգնած, վերցնելով բաճկոնը։ Նրանք միասին իջան։ Ավտոկայանատեղին դատարկ էր։ Վիկտորը բացեց մեքենայի դուռը նրա համար, մի ժեստ, որը զարմացրեց նրան։ Մեքենայի ներսում լռությունը հարմարավետ էր։ Նա անվտանգ էր վարում երանի դատարկ փողոցներով։ Էլենը տվեց հասցեն, բայց երբ հասան թաղամաս, ամաչեց։ Փողոցները նեղ էին, վատ լուսավորված։ Շատ տարբերվում էին այն շքեղ թաղամասերից, որտեղ Վիկտորը, անկասկած, ապրում էր։ Նա կանգ առավ այն հին շենքի դիմաց, որտեղ նա ապրում էր։ Դռնապան չկար։ Անվտանգություն չկար։ Միայն հին դուռ, մաշված ներկով։ Այստեղ է, ասաց նա մեղմորեն։ Վիկտորը նայեց շենքին։ Միայնակ եք ապրում։ Իմ տատիկի հետ։ Նա գլխով արեց։ Վաղը վարորդ կուղարկեմ, ձեզ տանելու։ Եվ ամեն օր ձեզ հետ կտանի։ Պետք չէ, պարոն։ Ես կարող եմ։ Ես չեմ խնդրում, Էլեն։ Դա անվտանգության հարց է։ Նա ցանկացավ վիճել, բայց տեսավ նրա աչքերի վճռականությունը։ Շնորհակալություն, շշնջաց նա, մինչ մեքենայից դուրս գալը։ Վիկտորը սպասեց, մինչ նա կմտներ շենք։ Միայն այդ ժամանակ գնաց տուն։ Բայց ամբողջ ճանապարհին նա չէր կարողանում դադարել մտածել նրա մասին։ Այն պարզ կյանքի մասին, որը նա վարում էր։ Այն արժանապատվության մասին, որով նա կրում էր իր իրականությունը։ Եվ նա տարօրինակ բան զգաց կրծքի մեջ։ Լարվածություն։ Պաշտպանելու ցանկություն։ Հոգ տանելու։ Այդ իրականությունը փոխելու։ Հետագա օրերին ամեն ինչ սկսեց փոխվել։ Վարորդը սկսեց Էլենին տանել ամեն առավոտ։ Վիկտորը բարձրացրեց նրա աշխատավարձը, առանց նրա խնդրանքի։ Նրան նվիրեց նոր հեռախոս, ասելով, որ դա աշխատանքային գործիք է։ Եվ աստիճանաբար նրանց միջ պատնեշները քանդվեցին։ Հիմա ծիծաղ կար։ Զրույցներ, որոնք դուրս էին գալիս աղյուսակների հանդիպումների շրջանակից։ Վիկտորը պարզեց, որ Էլենը սիրում էր կարդալ, բայց գիրք գնելու փող չուներ։ Հաջորդ օրը նրա սեղանին մի տուփ հասավ։ Ներսում 10 գիրք այն հեղինակներից, որոնց նա նշել էր։ Նա լացեց։ Երբեք ոչ ոք նրա համար նման բան չէր արել։ Հենց այդ ժամանակ Արամը մտավ ընկերություն։ Նոր նշանակված իրավաբան, իրավաբանական բաժնի համար։ Երիտասարդ, գեղեցիկ, կիրթ։ Նա ուներ այն հեշտը, ովքեր մեծացել էին առանց դժվարությունների։ Լայն ժպիտ, հաճելի զրույց, առատաձեռն ուշադրություն։
Եվ նա նկատեց Էլենին առաջին օրվանից։ Սկսվեց քաղաքավարի ողջույններով։ Հետո սուրճեր խոհանոցում։ Ճաշի հրավերներ։ Էլենը, չսովորած տղամարդու ուշադրությանը, շփոթվում էր։ Բայց նա բարի էր։ Պատասխանում էր ողջույններին։ Ընդունում էր սուրճերը։ Եվ, ի վերջո, ընդունեց ճաշի հրավերը։ Վիկտորը տեսավ։ Եվ ինչ-որ բան նրա ներսում կոտրվեց։ Նա հանդիպման էր, երբ նայեց սենյակի ապակե պատուհանից, տեսավ Էլենին ծիծաղելիս Արամի ասած ինչ-որ բանի վրա։ Նրա ծիծաղն ազատ էր, անկեղծ։ Եվ նա զգաց մի կատաղություն, որն իմաստ չուներ։ Անհիմն տիրապետողություն։ Այդ ծիծաղը պետք է լիներ իրենը։ Այդ ուշադրությունը պետք է լիներ իրենը։ Հանդիպումն ավարտվեց, Վիկտորը սենյակից դուրս եկավ կայուն քայլերով։ Անցավ Էլենի կողքով, ոչինչ չասելով։ Մտավ իր սենյակ, փակեց դուռը։ Էլենը զարմացավ։ Նա երբեք այդպես չէր վարվում։ Սպասեց մի քանի րոպե, թակեց դուռը։ Ներս եկեք։ Նա զգուշորեն ներս մտավ։ Պարոն, ամեն ինչ կարգին է։ Ինչու՞։ Պետք է կարգին չլիներ։ Նրա ձայնը կտրուկ էր։ Դուք զայրացած եք թվում։ Ես զբաղված եմ, Էլեն։ Եթե աշխատանքի մասին խոսելու բան չունեք, կարող եք դուրս գալ։ Խոսքերը ցավեցրին, ասես ապտակներ։ Էլենը հետ քաշվեց։ Կներեք, պարոն։ Նա արագ դուրս եկավ, զգալով, որ աչքերը ցավում են։ Վիկտորը բռունցքով հարվածեց սեղանին, հենց նա դուրս եկավ։ Ինչ էր անում։ Ինչու։ Էր դաժան նրա հետ։ Նա գիտեր պատասխանը։ Գիտեր ատում էր խոստովանել։ Նա խանդում էր։ Խանդում էր մի զգացմունքի համար, որն իրավունք չուներ զգալու։ Նա իրենը չէր։ Իրականում ոչ։ Բայց նրա ծիծաղի պատկերը Արամի հետ դուրս չէր գալիս նրա գլխից։ Հետագա օրերին Վիկտորը հեռու էր։ Էլենի հետ վարվում էր մասնագիտական սառնությամբ։ Այլս անձնական զրույցներ չկային։ Այլս բարություն չկար։ Միայն աշխատանք։ Եվ դա շփոթեցնում էր նրան։ Ինչ էր նա սխալ արել։ Արամը, մյուս կողմից, ավելի ներկա էր դարձել։ Նա աննկատ ծաղիկներ էր բերում նրա սեղանին։ Թողնում էր զվարճալի գրություններ։ Հրավիրում էր նրան իրավաբանական թիմի հանդիպումներին։ Եվ Էլենը, զգալով մերժված Վիկտորի կողմից, սկսեց ավելին ընդունել։ Ուրբաթ էր, երբ ամեն ինչ պայթեց։ Ընկերությունը կազմակերպում էր տարեվերջյան ընթրիք։ Բոլոր աշխատակիցները հրավիրված էին։ Արամը հրավիրեց Էլենին իր հետ գնալու։ Նա տատանվեց, բայց ի վերջո համաձայնեց։ Ի վերջո, Վիկտորը հստակ հասկացրել էր, որ նրանց միջ աշխատանքից բացի ոչինչ չկար։ Ընթրիքի օրը Էլենը խնամքով հագնվեց։ Գնեց պարզ, բայց գեղեցիկ, մուգ կապույտ զգեստ։ Ազատեց մազերը։ Թեթ դիմահարդարում արեց։ Երբ Արամը եկավ նրա տուն, նա չթաքցրեց իր հիացմունքը։ Դուք շատ գեղեցիկ եք, Էլեն։ Նա ամաչկոտ ժպտաց։ Շնորհակալություն։ Նրանք հասան սրահ, որտեղ ընթրիքը պետք է լիներ։ Տեղը էլեգանտ էր, լի գործադիրներով, նրանց ընտանիքներով։ Էլենը իրեն մի փոքր անտեղի զգաց, բայց Արամը ուշադիր էր։ Նրան ներկայացրեց գործընկերներին, խմիչքներ բերեց, նրան հարմարավետ պահեց։ Հետո Վիկտորը եկավ։ Միայնակ։ Անթերիս կոստյումով, մագնիսական ներկայությամբ։ Բոլորի գլուխները շրջվեցին։ Նա ողջունեց մի քանի մարդու, իսկ հետո նրա աչքերը հանդիպեցին Էլենին։ Եվ Արամին, նրա կողքին։ Նրա ծնոտը գծկվեց։ Նա արագ շեղեց հայացքը, գնաց գլխավոր սեղանին։ Բայց ամբողջ գիշեր նրա աչքերը վերադառնում էին նրան։ Տեսնելով, թե ինչպես է Արամը նրան ծիծաղեցնում։ Տեսնելով, թե ինչպես է նրա ձեռքը դիպչում նրանին։ Տեսնելով, թե ինչպես է մտերմություն կառուցվում։ Վիկտորը ավելի շատ խմեց, քան պետք է։ Բարկությունը եռում էր նրա ներսում։ Ինչպես էր նա համարձակվում։ Ինչպես էր նա համարձակվում այնտեղ լինել մեկ այլ տղամարդու հետ, երբ նա, ինչ։ Նա չէր համարձակվում ավարտել միտքը։
Գիշերվա վերջում, երբ մարդիկ սկսեցին հեռանալ, Վիկտորը մոտեցավ սեղանին, որտեղ Էլենն էր։ Արամը գնացել էր զուգարան։ Էլեն։ Նա զարմացած բարձրացրեց դեմքը։ Պարոն։ Ես պետք է ձեզ հետ խոսեմ։ Վաղը։ Ընկերությունում։ Ժամը 9-ին։ Բայց վաղը շաբաթ է։ Ես գիտեմ, թե ինչ օր է։ Ժամը 9-ին։ Մի ուշացեք։ Նա շրջվեց հեռացավ, մինչ նա կկարողանար պատասխանել։ Էլենը շփոթվեց։ Ինչ էր նա ուզում։ Ինչու։ Էր այդպես վարվում։ Արամը վերադարձավ, նրանք գնացին։ Նա նրան թողեց տանը, փորձեց համբուրել հրաժեշտի ժամանակ, բայց նա շեղեց դեմքը, առաջարկելով միայն այտը։ Ինչ-որ բան այն չէր։ Նա զգում էր։ Եվ դա կապ ուներ Վիկտորի հետ։ Շաբաթ օրը Էլենը վաղ արթնացավ։ Զգուշորեն հագնվեց մետրոյով գնաց ընկերություն։ Շենքը դատարկ էր, լուռ։ Միայն անվտանգության աշխատակիցը մուտքի մոտ։ Նա բարձրացավ 28-րդ հարկ։ Վիկտորի սենյակը բաց էր։ Նա այնտեղ էր, մեջքով դեպի դուռը, պատուհանից նայելով քաղաքին։ Դուք եկաք, ասաց նա, չշրջվելով։ Դուք խնդրեցիք։ Նա վերջապես շրջվեց։ Նրա դեմքին ինչ-որ այլ բան կար։ Լարվածություն։ Խոցելիություն։ Նստեք, Էլեն։ Նա ենթարկվեց։ Լռությունը երկարեց։ Վիկտորը ման էր գալիս։ Սենյակում, ձեռքերը գրպաններում, ծնոտը լարված։ Չգիտեմ, թե ինչպես ասեմ սա, սկսեց նա։ Ես երբեք լավ չեմ եղել բառերի հետ, երբ խոսքը վերաբերում է անձնականին։ Էլենը սպասեց, սիրտը արագացած։ Այն օրվանից, երբ դուք եկաք այս ընկերություն, ինչ-որ բան փոխվեց։ Իմ մեջ։ Ես փորձեցի անտեսել։ Փորձեցի հեռավորություն պահել։ Բայց այլս չեմ կարող։ Նա դադարեց քայլել, ուղիղ նայեց նրան։ Դուք ինձ հետ այնպես եք վարվում, որ չեմ հասկանում։ Ինձ նյարդայնացնում եք։ Ինձ մարտահրավեր եք նետում։ Ինձ ստիպում եք ավելի լավը լինել։ Եվ երբ ձեզ տեսնում եմ այդ իրավաբանի հետ, եսը։ Նա կանգ առավ, ասես խոսքերը չափազանց դժվար էին արտասանելու համար։ Դուք ինչ, հարցրեց Էլենը, ձայնը դժվարությամբ դուրս գալով։ Ես խանդում եմ։ Ես տիրապետող եմ դառնում։ Ես զայրանում եմ ինքս ինձ վրա, դա զգալու համար։ Որովհետև դուք իմը չեք։ Ես իրավունք չունեմ։ Էլենը դանդաղ վեր կացավ։ Ոտքերը դողում էին։ Բայց նա պետք է ասեր։ Ես չգիտեմ, թե ինչ եմ զգում Արամի հանդեպ։ Նա բարի է։ Նա լավ է վերաբերվում ինձ։ Բայց… Նա խորը շունչ քաշեց։ Բայց երբ նրա հետ եմ, ես մտածում եմ ձեր մասին։ Երբ նա ինձ ծիծաղեցնում է, ես ցանկանում եմ, որ դա լինեք դուք։ Երբ նա փորձում է մոտենալ, ես հեռանում եմ, որովհետև միակ մարդը, ում ուզում եմ մոտս, դուք եք։ Վիկտորը փակեց աչքերը, ասես նրա խոսքերը ցավալի էին լսելու համար։ Էլեն, դուք չգիտեք, թե ինչ եք ասում։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ ասում։ Իմ կյանքում առաջին անգամ գիտեմ։ Նա բացեց աչքերը։ Նրանց միջ հեռավորությունը հսկայական էր թվում միաժամանակ գոյություն չուներ։ Ես ձեզ համար լավը չեմ։ Ես դժվար եմ։ Ես վերահսկող եմ։ Ես ձեզ կվնասեմ։ Ուրեմն վնասեք ինձ, ասաց նա, ձայնը կայուն։ Բայց մի անտեսեք ինձ։ Մի հեռացրեք ինձ։ Որովհետև դա ավելի շատ է ցավեցնում, քան ցանկացած այլ բան։ Վիկտորը մի քայլ արեց դեպի նրան։ Հետո մեկ այլ։ Մինչ այնքան մոտեցավ, որ Էլենը կարող էր զգալ նրա ջերմությունը։ Եթե հիմա ձեզ համբուրեմ, հետդարձի ճանապարհ չի լինի։ Դուք դա հասկանում եք։ Ես հասկանում եմ։ Նա բարձրացրեց ձեռքը, դիպչելով նրա դեմքին այնպիսի նրբությամբ, որը հակադրվում էր պահի ուժգնությանը։ Բութ մատով քնքշեց նրա այտը։ Էլենը փակեց աչքերը, հանձնվելով այդ հպմանը։ Եվ հետո նա համբուրեց նրան։ Դա դանդաղ համբույր էր։ Զգույշ։ Ասես նա չափազանց փխրուն լիներ, կոտրվելու համար։ Էլենը զգաց, որ աշխարհը պտտվում է։
Նրա ձեռքերը կպան նրա վերնաշապիկին։ Եվ երբ համբույրը խորացավ, նա գիտեր, որ կորած է։ Ամբողջովին։ Անդառնալիորեն։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ շունչը կտրված էին։ Վիկտորը հենեց ճակատը նրանին, աչքերը փակ։ Ինչ ենք անելու հիմա, հարցրեց նա։ Չգիտեմ։ Բայց միասին կիմանանք։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված, մինչ ներքի քաղաքն արթնանում էր։ Երկու այնքան տարբեր աշխարհներ, որոնք հանդիպեցին ամենաանհավանական վայրում։ Եվ հիմա պետք է դիմակայեին հետանքներին, բամբասանքներին, դատողություններին, իրենց սեփական վախերին։ Բայց այդ պահին ոչինչ այլս կարոր չէր։ Միայն նրանք։ Միայն այդ գրկախառնությունը։ Միայն այն վստահությունը, որ ինչ-որ ավելի մեծ բան էր սկսվել, քան երկուսն էլ։ Վիկտորը մի փոքր հեռացավ, ձեռքերով բռնելով նրա դեմքը։ Ես ձեզ կտանեմ մի տեղ ցույց տալու։ Հագեք հարմարավետ բան։ 1 ժամից կգամ ձեր հետից։ Էլենը գլխով արեց, դեռ շփոթված համբույրից։ Շենքից իջավ, ասես լողում էր։ Տանը տատիկը նկատեց ինչ-որ տարբեր բան։ Ինչ է պատահել, աղջիկս։ Ոչինչ, տատիկ։ Պարզապես դուրս եմ գալու։ Դուրս գալու։ Ում հետ։ Իմ շեֆի հետ։ Տատիկը հոնքերը կնճռոտեց։ Էլեն, դու գիտես, որ ես չեմ սիրում այդպիսի բաներ։ Տղամարդը կնոջը դուրս չի տանում առանց մտադրության։ Ես գիտեմ, տատիկ։ Եվ ես վստահում եմ նրան։ Տատիկը հոգոց հանեց, բայց այլս ոչինչ չասաց։ Էլենը արագ փոխվեց, հագնելով ջինսե տաբատ պարզ բլուզ։ Երբ Վիկտորի մեքենան կանգնեց շենքի դիմաց, նա վազելով իջավ։ Նա նրան տարավ մի տեղ, որը նա երբեք չէր պատկերացրել, որ կարող է գոյություն ունենալ Երանում։ Հսկայական այգի, լճով, բադերով, 100-ամյա ծառերով։ Դա հաղթանակի զբոսայգին էր։ Էլենը երբեք այնտեղ չէր եղել։ Նրանք քայլում էին կողք կողքի։ Վիկտորը պատմեց իր մանկության մասին։ Անտեսող հոր մասին, ով միայն փողի մասին էր մտածում։ Մոր մասին, ով մահացել էր, երբ նա 16 տարեկան էր։ Այն մասին, թե ինչպես էր նա միայնակ կառուցել իր կայսրությունը, կարծրացնելով սիրտը գոյատելու համար։ Էլենը լուռ լսում էր ամեն ինչ։ Եվ հետո պատմեց իր ծնողների մասին։ Այն դժբախտ պատահարի մասին, որը խլել էր նրանց երկուսին, երբ նա ընդամենը 5 տարեկան էր։ Խիստ, բայց սիրող տատիկի մասին, ով նրան մեծացրել էր քիչ ունեցածով։ Պահարանի մեջ պահված երազանքների մասին։ Ինչ երազանքներ, հարցրեց Վիկտորը։ Հիմար։ Մանկական բաներ։ Պատմեք ինձ։ Նա տատանվեց։ Ես միշտ ուզել եմ սովորել։ Համալսարան ընդունվել։ Ինչ-որ մեկը լինել։ Վիկտորը դադարեց քայլել։ Դուք արդեն ինչ-որ մեկն եք, Էլեն։ Դուք ավելի շատ ինչ-որ մեկն եք, քան ցանկացած մարդ այդ ընկերությունում։ Նա ժպտաց, բայց աչքերը լցվեցին արցունքներով։ Ոչ ոք ինձ երբեք դա չի ասել։ Ուրեմն ես ամեն օր կասեմ, մինչ դուք կհավատաք։ Նրանք նստեցին լճի մոտ։ Վիկտորը ձեռքը դրեց նրա շուրջը։ Էլենը գլուխը դրեց նրա ուսին։ Եվ վաղուց ի վեր առաջին անգամ երկուսն էլ խաղաղություն զգացին։ Բայց խաղաղությունը կարճ կտեր։ Որովհետև գրասենյակում բամբասանքներն արդեն տարածվում էին։ Արամը նկատել էր փոփոխությունը։ Եվ ուրախ չէր։ Կարոլինա Վարդանյանը, միջազգային ներդրողը, պատրաստվում էր գալ Հայաստան։ Եվ նախանձոտ քարտուղարուհին արդեն ծրագրում էր Էլենին կործանելու ուղիներ։ Խաղը նոր էր սկսվում։ Եվ Էլենը պետք է արագ սովորեր, որ Վիկտորի աշխարհում սերը ամենավտանգավոր արժույթն էր։ Երկուշաբթին շատ արագ եկավ։ Էլենը շենք մտավ, երջանկության անհանգստության խառնուրդ զգալով։ Այդ հանգստյան օրերին ամեն ինչ փոխվել էր։ Նա Վիկտորը հատել էին մի գիծ։ Եվ հիմա, ինչպես կլիներ դիմակայել հայացքներին, մեկնաբանություններին, հարաբերությունների իրականությանը, որը մարտահրավեր էր նետում այդ միջավայրի բոլոր չգրված կանոններին։ Վիկտորն արդեն սենյակում էր, երբ նա հասավ։ Նա նայեց նրան ապակե պատի միջով ժպտաց։ Փոքր, աննկատ ժպիտ, բայց որը ջերմացրեց նրա սիրտը։
Էլենը կարգի բերեց իր սեղանը, միացրեց համակարգիչը, փորձեց կենտրոնանալ աշխատանքի վրա։ Բայց դժվար էր։ Ամեն անգամ, երբ նա անցնում էր նրա կողքով, նրա մատները դիպչում էին նրանին։ Ամեն անգամ, երբ նա ուշադրություն էր հրավիրում, հայացքում նոր քնքշություն կար։ Գործընկերները նկատեցին։ Ինչպես չնկատել։ Վիկտորի սառնությունը տեղը զիջել էր մի բարության, որը ոչ ոք չէր ճանաչում։ Նա ավելի շատ էր ժպտում։ Շնորհակալություն էր հայտնում։ Եվ Էլենի հետ վարվում էր ոչ թե որպես ենթակա, այլ որպես հավասարի։ Արամը առաջիններից էր, ով նկատեց։ Նա անցավ Էլենի սեղանի կողքով ճաշի ժամին, ստիպված ժպիտով։ Էլեն, կարող ենք խոսել։ Նա տատանվեց։ Իհարկե։ Նրանք գնացին խոհանոց։ Արամը հենվեց սեղանին, ձեռքերը ծալած։ Ինչ է կատարվում ձեր Վիկտորի մեջ։ Էլենը զգաց, որ դեմքը տաքանում է։ Չգիտեմ, թե ինչի։ Մասին եք խոսում։ Էլեն, ես աչքեր ունեմ։ Բոլորն էլ ունեն։ Այն, թե ինչպես է նա նայում ձեզ։ Այն, թե ինչպես եք դուք նայում նրան։ Ես կարծում էի, որ մենքը։ Նա կանգ առավ, ձեռքով անցկացնելով մազերի միջով։ Ես սիրում եմ ձեզ, Էլեն։ Իրականում։ Եվ կարծում էի, որ դուք էլ ինչ-որ բան եք զգում։ Էլենը խորը շունչ քաշեց։ Արամ, դուք հիանալի մարդ եք։ Բայց ես չեմ կարող պատասխանել ձեր զգացմունքներին։ Դա արդար չէր լինի ձեր հանդեպ։ Նրա պատճառով։ Վիկտորի պատճառով։ Նա չպատասխանեց։ Պետք էլ չէր։ Արամը ծիծաղեց, բայց դա դառը ծիծաղ էր։ Դուք գիտեք, որ նա ձեզ կվնասի, չէ՞։ Վիկտոր Դավթյանի նման տղամարդիկ չեն սիրահարվում։ Նրանք տիրապետում են։ Նրանք վերահսկում են։ Եվ երբ ձանձրանում են, դեն են նետում։ Դուք նրան չեք ճանաչում։ Իսկ դուք ճանաչում եք։ Նա այստեղ որքան ժամանակ է աշխատում։ Դուք կարծում եք, որ տարբերվում եք մյուսներից։ Խոսքերը ցավեցրին։ Որովհետև դրանք դիպչում էին վախերին, որոնք Էլենն ուներ, բայց չէր խոստովանում։ Իսկ եթե Արամը ճիշտ լիներ։ Իսկ եթե նա պարզապես մեկը լիներ։ Եվս մեկ անցողիկ շեղում։ Պետք է վերադառնամ աշխատանքի, ասաց նա, դուրս գալով խոհանոցից, մինչ արցունքները կթափվեին։ Վերադառնալով սեղանին, նա փորձեց կենտրոնանալ։ Բայց Արամի խոսքերը արձագանքում էին նրա մտքում։ Վիկտորը սենյակից դուրս եկավ մի փոքր ուշ, նկատելով նրա արտահայտությունը։ Ամեն ինչ կարգին է։ Այո, պարոն։ Էլեն։ Նա մոտեցավ։ Ինչ եղավ։ Ոչինչ։ Պարզապես հոգնածություն։ Նա չհավատաց։ Բայց 15 րոպեից կարոր հանդիպում կար։ Ժամանակը չէր պնդելու։ Բայց նա ամբողջ կեսօր նրա վրայից աչք չէր կտրում։ Երբ աշխատանքային օրն ավարտվեց, Վիկտորը խնդրեց նրան մնալ։ Սպասեց, մինչ բոլորը կգնային։ Այնուհետ նստեց նրա սեղանի եզրին։ Հիմա պատմեք, թե ինչ եղավ։ Էլենը հոգոց հանեց։ Մարդիկ խոսում են։ Մեր մասին։ Եվ դա ձեզ անհանգստացնում է։ Դա չէ։ Պարզապես։ Արամն ինձ մի քանի բան ասաց։ Ինչ բաներ։ Նա նայեց նրան, աչքերը փայլելով զսպված արցունքներից։ Որ դուք ինձ կվնասեք։ Որ ձեր նման տղամարդիկ իրականում չեն սիրահարվում։ Վիկտորը զգաց, որ զայրույթը բարձրանում է։ Այդ իրավաբանը ոչինչ չգիտեր։ Բայց մինույն ժամանակ այնտեղ ցավալի ճշմարտություն կար։ Նա երբեք չէր սիրահարվել։ Երբեք թույլ չէր տվել իրեն։ Արդյոք նա գիտեր, թե ինչպես իսկապես սիրել։ Արդյոք նա ունակ էր։ Նայեք ինձ, Էլեն։ Նա բարձրացրեց դեմքը։ Ես չգիտեմ, թե ինչ եմ կարող տալ։ Ես երբեք դա չեմ արել։ Երբեք թույլ չեմ տվել ինձ զգալ այն, ինչ զգում եմ ձեր հանդեպ։ Բայց ես մի բան գիտեմ։ Ես չեմ ուզում ձեզ վնասել։ Եվ եթե որևէ պահի դա անեմ, դա զգացմունքների պակասից չի լինի։ Դա դրանք ցուցադրելու պրակտիկայի պակասից կլինի։ Նա բռնեց նրա ձեռքերը։ Ժամանակ տվեք ինձ։
Սովորեցրեք ինձ, որովհետև ես ուզում եմ սովորել ձեզ համար։ Արցունքները վերջապես թափվեցին, բայց դրանք թեթացման արցունքներ էին։ Հույսի։ Վիկտորը նրան իր գիրկը քաշեց։ Եվ այնտեղ, այդ դատարկ սենյակում, նրանք մնացին։ Երկու սիրտ, որոնք սովորում էին բաբախել նույն ռիթմով։ Հետագա օրերը հարմարվողականության օրեր էին։ Վիկտորն ու Էլենը զուսպ էին գրասենյակում, բայց բոլորը գիտեին։ Բամբասանքները տարածվում էին։ Որոշ մարդիկ աջակցում էին։ Մյուսները քննադատում էին։ Բայց նրանք փորձում էին անտեսել։ Չորեքշաբթի էր, երբ Մարինեն, տնօրեններից մեկի քարտուղարուհին, մոտեցավ Էլենին զուգարանում։ Նա 40 տարեկան մի կին էր, միշտ անթերի, միշտ սառը ժպիտով։ Ուրեմն ճիշտ է։ Դուք Վիկտորը։ Էլենը չպատասխանեց, լվանալով ձեռքերը։ Դուք գիտեք, որ առաջինը չեք, չէ՞։ Նա մի քանիսն է ունեցել։ Միշտ երիտասարդ, միամիտ կանայք։ Նա արագ է ձանձրանում։ Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Մարինեն մոտեցավ, թունավոր հայացքով։ Ես ձեզ բարություն եմ անում, սիրելիս։ Վիկտոր Դավթյանի նման տղամարդիկ չեն փոխվում։ Նրանք խաղում են։ Եվ երբ խաղն ավարտվում է, դուք կվերադառնաք մաքրման աշխատանքին։ Կամ ավելի վատ, փողոցում կհայտնվեք։ Էլենը նայեց նրան։ Ձեր կյանքը շատ տխուր է թվում, Մարինե։ Ժամանակն անցկացնել, փորձելով ոչնչացնել ուրիշների երջանկությունը։ Հուսով եմ, որ մի օր դուք կգտնեք ձեր սեփականը։ Նա դուրս եկավ զուգարանից, Մարինեին թողնելով միայնակ, բաց բերանով։ Էլենը փոխվում էր։ Նա այլս ամաչկոտ աղջիկը չէր, ով գլուխը կախում էր։ Վիկտորը նրան սովորեցնում էր պաշտպանվել։ Ինքն իրեն գնահատել։ Այդ գիշեր Վիկտորը նրան տարավ ընթրելու էլեգանտ ռեստորանում։ Դա առաջին անգամ էր, որ նրանք հրապարակայնորեն դուրս էին գալիս որպես զույգ։ Էլենը նյարդային էր, բայց նա հանգստացրեց նրան։ Դուք շատ գեղեցիկ եք, ասաց նա, երբ նա հայտնվեց պարզ, բայց էլեգանտ զգեստով։ Ընթրիքի ընթացքում նրանք խոսեցին ամեն ինչի մասին։ Երազանքների, վախերի, ապագայի մասին։ Վիկտորը հարցրեց այն համալսարանի մասին, որտեղ նա ուզում էր սովորել։ Էլենը խոստովանեց, որ միշտ ուզել է սովորել կառավարում։ Ուրեմն սովորեք։ Դրա համար փող չունեմ։ Ես կվճարեմ։ Էլենը գլխով արեց։ Ես ձեր փողը չեմ ուզում, Վիկտոր։ Ես ուզում եմ ամեն ինչ ինքս նվաճել։ Նա ժպտաց։ Դուք համառ եք։ Սովորել եմ լավագույնից։ Նրանք ծիծաղեցին։ Եվ այդ պահին ամեն ինչ կատարյալ էր թվում։ Բայց կատարելությունը հազվադեպ է տում։ Հաջորդ օրը լուրը հասավ։ Կարոլինա Վարդանյանը գալիս էր Հայաստան։ Միջազգային ներդրող, Եվրոպայի տեխնոլոգիական շուկայում կառուցված կարողության տեր։ Նա հետաքրքրված էր Դավթյան խմբում բաժնեմաս գնելով։ Եվ Վիկտորին անհրաժեշտ էր այդ համագործակցությունը։ Ընկերությունը ընդլայնվում էր, Կարոլինայի կապիտալը հիմնարար կլիներ։ Նա եկավ ուրբաթ օրը։ Շիկահեր, բարձրահասակ, էլեգանտ։ Նա կարմիր կոստյում էր կրում, որն ընդգծում էր յուրաքանչյուր կորություն։ Նա ուներ այն վստահությունը, ով միշտ ստացել էր այն, ինչ ուզում էր։ Եվ երբ նրա կապույտ աչքերը հանդիպեցին Վիկտորին, պարզ դարձավ, թե ինչ էր նա ուզում։ Վիկտոր Դավթյան։ Նրա ձայնը մեղմ էր, թեթ շեշտադրումով։ Վերջապես անձամբ հանդիպեցինք։ Կարոլինա։ Հաճելի է։ Նրանք ձեռք սեղմեցին։ Բայց սեղմումն ավելի երկար տեց, քան անհրաժեշտ էր։ Եվ երբ նա նայեց Էլենին, ով նստած էր կողքի սեղանին, ժպիտը չհասավ աչքերին։ Եվ ո՞վ է այս հմայիչ աղջիկը։ Իմ անձնական օգնականը, Էլենը։ Էլենը վեր կացավ, ձեռքը մեկնելով։ Հաճելի է ծանոթանալ, տիկին Վարդանյան։ Կարոլինան կարճ սեղմեց նրա ձեռքը։ Անձնական օգնական։ Ինչ հետաքրքիր է։ Դուք պետք է շատ արդյունավետ լինեք Վիկտորի հետ այդքան մոտ աշխատելու համար։ Խոսքերում թույն կար, բայց Էլենը պահպանեց իր հանգստությունը։ Ես ամեն ինչ անում եմ։ Կարոլինայի հետ հանդիպումները տեցին ամբողջ շաբաթ։ Նա խելացի էր, սրամիտ, անողոք բանակցություններում։
Բայց նա գայթակղի չէր։ Բացահայտորեն ֆլիրտում էր Վիկտորի հետ։ Զրույցների ընթացքում դիպչում էր նրա թին։ Չափազանց բարձր էր ծիծաղում նրա կատակների վրա։ Խնդրում էր, որ նա իրեն տանի քաղաքը տեսնելու։ Վիկտորը փորձում էր պահպանել մասնագիտականությունը։ Բայց Կարոլինան չէր հեշտացնում։ Եվ Էլենը ամեն ինչ դիտում էր կրծքի մեջ աճող լարվածությամբ։ Մի երեկո Կարոլինան Վիկտորին ընթրիքի հրավիրեց։ «Միայն մենք երկուսս», ասաց նա ժպիտով։ «Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին կիսվեք սիրելիների հետ։ Հիշեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում»։ Երանը եռում էր երկուշաբթի առավոտվա մոխրագույն այդ օրը։ Հյուսիսային պողոտայի երկնաքերերը կտրում էին երկինքը, ասես ապակե պողպատե շեղբեր, արտացոլելով ամաչկոտ լույսը, որը պայքարում էր քաղաքային մառախուղի միջով անցնելու համար։ Հազարավոր շտապող դեմքերի մեջ, որոնք քայլում էին մայթերով, իրենց գործադիր պորտֆելներով սուրճի բաժակներով, կար Էլենը, 23-ամյա մի երիտասարդ կին, որի ձեռքերում ոչ թե կորպորատիվ փաստաթղթեր էին, այլ մաքրող միջոցներով լի դույլ պարզ համազգեստ, որն ավելի շատ թաքցնում էր, քան բացահայտում նրա նուրբ կազմվածքը։ Նա արթնացել էր առավոտյան ժամը 5-ից առաջ, ինչպես միշտ։ Զարթուցիչը հնչել էր իր մինիատյուր բնակարանի միակ սենյակում, նոր Նորքում, մի վայրում, ուր մետրոն լեփ-լեցուն էր հասնում, իսկ փողոցները դեռ պահպանում էին շատ արագ զարգացած Երանի պատմությունը։ Էլենը զգուշորեն հագնվեց, իր շագանակագույն մազերը կապեց աննկատ հանգույցով խուսափեց հայելու մեջ երկար նայելուց։ Ոչ թե մերժված ինքնասիրության, այլ մանկուց արմատացած ամաչկոտության պատճառով։ Ծնողների վաղաժամ մահից հետո, դժբախտ պատահարի հետանքով, տատիկի կողմից դաստիարակված Էլենը սովորել էր, որ լավ կանայք ուշադրություն չեն գրավում, ձայն չեն բարձրացնում, չեն սադրում։ Տատիկը, խիստ սկզբունքների անսասան հավատքի տեր մի կին, ձավորել էր թոռնուհուն մաքրության, համեստության հարգանքի մասին քարոզներով։ Էլենը երբեք չէր կասկածել։ Նա յուրացրել էր յուրաքանչյուր բառ, որպես բացարձակ ճշմարտություն։ 23 տարեկանում նա դեռ կույս էր։ Ոչ թե հնարավորության բացակայության, այլ համոզմունքի պատճառով։ Թե վախի։ Ինքը չգիտեր պատասխանը։ Շենքը, որտեղ նա աշխատում էր, 30 հարկանի մի հսկա էր, երկրի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի կենտրոնակայանը։ Դավթյան խումբը ղեկավարում էր կարողություններ, բանակցում կառավարությունների հետ, ազդում շուկաների վրա։ Եվ թվերի ու պայմանագրերի այդ կայսրության գագաթին էր Վիկտոր Դավթյանը, 38-ամյա մի մարդ, որի հեղինակությունը նրան նախորդում էր որպես սառը ստվեր։ Էլենը սկսել էր այնտեղ աշխատել ընդամենը 2 շաբաթ առաջ, մաքրման ենթակապալառու ընկերության կողմից։ Նրա հերթափոխը սկսվում էր առավոտյան ժամը 6-ին, մինչ գործադիրները կհասնեին։ Նա մաքրում էր զուգարանները, դատարկում աղբամանները, սրբում հանդիպումների սեղանները, երբեմն կարգի բերում տնօրենների սենյակները։ Ամեն ինչ միշտ լուռ, միշտ անտեսանելի։ Այդ առավոտ, մինչ նա փոշեկուլ էր անում 28-րդ հարկում, որտեղ բարձրագույն ղեկավարության սենյակներն էին, Էլենը լսեց մոտեցող կայուն քայլեր։ Սիրտը արագացավ։ Դեռ շատ վաղ էր, որ որևէ մեկը լիներ այնտեղ։ Նա արագ անջատեց փոշեկուլը, հեռացավ անկյուն, փորձելով դառնալ պատի մաս։ Գլխավոր սենյակի դուռը բացվեց ուժգնորեն։ Վիկտոր Դավթյանը ներս մտավ, ասես զսպված փոթորիկ։ Անթերի մուգ կապույտ կոստյում, իտալական մետաքսե փողկապ, կոշիկներ, որոնք արտացոլում էին լույսը, ասես հայելիներ։ Նա չնայեց Էլենին։ Նույնիսկ չնկատեց նրա ներկայությունը։ Նա կաշվե պորտֆելը նետեց սեղանին, սկսեց համարներ հավաքել հեռախոսով, նրա կտրուկ ձայնը արձագանքում էր դատարկ սենյակում։ Նրան գումար էր պետք, նա պահանջում էր պարտավորություններ, պահանջում էր արդյունքներ։ Էլենը փորձեց աննկատ դուրս գալ, բայց փոշեկուլի լարը կպել էր աթոռի ոտքին։ Նա նուրբ քաշեց, բայց շարժումն առաջացրեց աթոռի ջռոց։ Վիկտորը ընդհատեց զանգը, շրջվեց դեպի նրան։ Նրա աչքերը խորը մոխրագույն էին, գրեթե մետաղական։ Սառը, հաշվարկող։ Էլենը զգաց, ասես իրեն վերլուծում, կշռում, դատում էին։ Այդ հայացքում բարություն չկար։ Միայն անտարբերություն։ Կներեք, պարոն, շշնջաց նա, փորձելով արձակել լարը, առանց ավելի շատ աղմուկի։ Վիկտորը չպատասխանեց։ Նա պարզապես վերադարձավ հեռախոսին, շրջվելով դեպի նրան, ասես նա ուրվական լիներ։ Էլենին վերջապես հաջողվեց արձակել լարը, դուրս եկավ սենյակից, սիրտը չափազանց արագ բաբախելով։
Նրա ձեռքերը դողում էին։ Այդ մարդը նման չէր մյուս գործադիրներին, ովքեր քաղաքավարիորեն ողջունում էին կամ նույնիսկ շնորհակալություն հայտնում աշխատանքի համար։ Նա տարբեր էր։ Հեռու։ Անթափանցելի։ Հետագա օրերին Էլենը սկսեց խուսափել այն ժամերից, երբ Վիկտորը գալիս էր։ Բայց դա անհնար էր։ Նա անկանխատեսելի էր։ Երբեմն գալիս էր ժամը 7-ին, երբեմն 5:30-ին։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում էր նրան, ճանաչում չկար։ Ոչ մի ողջույն։ Ոչ մի խոսք։ Միայն այդ սառցե հայացքը, որն անցնում էր առանց դիպչելու։ 5 շաբթի էր, երբ ամեն ինչ փոխվեց։ Էլենը մաքրում էր Վիկտորի սենյակի կողքի հանդիպումների սենյակը։ Նա գիտեր, որ նա այնտեղ է։ Լսում էր նրա ձայնը հեռախոսով, միշտ անհամբեր, միշտ պահանջկոտ։ Նա լուռ աշխատում էր, ցրփելով կաշվե աթոռները, կարգավորելով հեռակառավարման վահանակները, ուղղելով պատերի նկարները։ Հենց այդ ժամանակ նա սայթաքեց։ Նրա մաշված կոշիկի կրունկը կպավ գորգին, նա կորցրեց հավասարակշռությունը։ Փորձեց բռնվել սեղանից, բայց ի վերջո գցեց այնտեղ դրված փաստաթղթերի կույտը։ Թղթերը թռան սենյակով մեկ, ընկնելով աշնանային չոր տերների պես։ Էլենը հուսահատորեն նետվեց գետնին, փորձելով արագ հավաքել ամեն ինչ։ Դուռը բացվեց ուժգնորեն։ Վիկտորն այնտեղ էր, շեմին կանգնած, աչքերը հառած նրան։ Լռությունը խլացուցիչ էր։ Էլենը ծնկի իջավ, հավաքելով թուղթ առ թուղթ, ձեռքերը այնքան դողում էին, որ դժվարությամբ էր կարողանում ինչ-որ բան բռնել։ Դուք պատկերացնում եք, թե ինչ արեցիք հենց նոր, նրա ձայնը ցածր էր, բայց լի զսպված կատաղությամբ։ Շատ եմ ցավում, պարոն, շշնջաց նա, չհամարձակվելով վեր նայել։ Ես չտեսա, սայթաքեցի, ամեն ինչ կկարգավորեմ, խնդրում եմ, ներեցեք ինձ։ Նա 2 քայլ արեց դեպի նրան։ Էլենը զգաց նրա ներկայությունը, ասես ծանր ստվեր։ Նա կրացավ, վերցրեց փաստաթղթերից մեկը, բարձրացրեց նրա դեմքի առաջ։ Այս թղթերը գաղտնի են։ Միլիոնների արժեն։ Եվ դուք դրանք ցրեցիք հատակին, ասես աղբ լինեին։ Էլենը վերջապես բարձրացրեց հայացքը։ Նրա շագանակագույն աչքերը հանդիպեցին նրանց աչքերին։ Եվ կարճ ակնթարթով տարօրինակ բան տեղի ունեցավ։ Նրա կատաղությունը տատանվեց։ Միայն 1 վայրկյանով։ Նա տեսավ արցունքները, որոնք ձավորվում էին նրա աչքերի անկյուններում, տեսավ շուրթերի դողը, տեսավ փխրունությունը, որը նա կրում էր որպես երկրորդ մաշկ։ Ինչ-որ բան շարժվեց նրա ներսում։ Դա խղճահարություն չէր։ Դա կարեկցանք չէր։ Դա ինչ-որ ավելի խորը, ավելի անհանգստացնող բան էր։ Դա ճանաչում էր։ Ասես այդ վախեցած հայացքում նա տեսավ մի բան, որը մոռացել էր փնտրել։ Դուրս եկեք, ասաց նա, ձայնն ավելի քիչ կայուն, քան մտադրված էր։ Էլենը արագ վեր կացավ, թղթերը թողնելով հատակին, վազելով դուրս եկավ սենյակից։ Նրա աչքերը ցավում էին, արցունքները վերջապես հոսում էին դեմքով։ Նա փակվեց վերջին հարկի զուգարանում լուռ լացեց, իրեն չափազանց փոքր զգալով հսկաների այդ աշխարհի համար։ Վիկտորը կանգնած մնաց հանդիպումների սենյակում, նայելով ցրված թղթերին։ Նա պետք է կատաղած լիներ։ Նա պետք է անմիջապես ազատեր աղջկան աշխատանքից։ Բայց նա չէր կարողանում մտքից հանել։ Շաբաթներ շարունակ խուսափել էր այդ զրույցից։ Բայց այլս փախչել չէր լինի։ Մարդիկ խոսում են, սկսեց տատիկը։ Ասում են, որ դու շփվում ես քո շեֆի հետ։ Հարուստ մարդու։ Հզոր։ Շատ ավելի մեծ, քան դու։ Տատիկ, այդպես չէ։ Թող ես ավարտեմ։ Ձայնը կայուն էր, բայց ոչ դաժան։ Ես քեզ դաստիարակել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարել։ Սկզբունքներով։ Արժեքներով։ Քեզ սովորեցրել եմ, որ լավ կինը իրեն չի վաճառում։ Իրեն չի հանձնում փողի կամ դատարկ խոստումների համար։ Ես ինձ չեմ վաճառել, տատիկ։ Ես սիրահարվել եմ։ Տատիկը խորը հոգոց հանեց։ Իսկ նա քեզ սիրում է։ Թե դու պարզապես մեկ շեղում ես, մինչ նորությունը գտի։ Նա ինձ սիրում է։ Ես գիտեմ, որ սիրում է։ Ինչպես գիտես, Էլեն։ Դու 23 տարեկան ես։ Երբեք ընկեր չես ունեցել։ Երբեք տղամարդու կողմից չես դիպչվել։
Ինչպես կարող ես տարբերել սերն ու մանիպուլյացիան։ Խոսքերը ցավեցրին, քանի որ դիպչում էին հին վախերին։ Բայց Էլենը փոխվել էր։ Նա այլս ամիսներ առաջվա վախեցած աղջիկը չէր։ Տատիկ, ես հասկանում եմ ձեր անհանգստությունը։ Եվ գիտեմ, որ դուք շատ բաներում ճիշտ եք։ Բայց Վիկտորը այն չէ, ինչ մարդիկ ասում են։ Նա բարդ է։ Դժվար։ Բայց նա իրական է։ Եվ այն, ինչ ես զգում եմ նրա հանդեպ, իմ կյանքի ամենաճշմարիտ բանն է։ Տատիկը երկար ժամանակ լռեց։ Այնուհետ վեր կացավ, մոտեցավ Էլենին, բռնեց նրա ձեռքերը։ Ես պարզապես չեմ ուզում, որ դու տառապես, աղջիկս։ Ես արդեն կորցրել եմ քո մորը։ Չեմ ուզում քեզ էլ կորցնել։ Դու ինձ չես կորցնի, տատիկ։ Երբեք։ Նրանք գրկախառնվեցին։ Եվ այդ գրկախառնության մեջ կար փոխանցում։ Տատիկը ճանաչում էր, որ Էլենն այլս երեխա չէր։ Նա կին էր, ով իր սեփական ընտրություններն էր անում։ Եվ այն ամենը, ինչ նա կարող էր անել, հույս ունենալն էր, որ դրանք ճիշտ էին։ Հետագա շաբաթներին Վիկտորի Էլենի հարաբերությունները ծաղկեցին։ Նա նրան տանում էր այնպիսի վայրեր, որոնք նա երբեք չէր պատկերացրել, որ կարող է տեսնել։ Թատրոններ, ցուցահանդեսներ, աստղերով ռեստորաններ։ Բայց այն պահերը, որոնք Էլենը ամենից շատ էր սիրում, պարզ էին։ Զբոսայգում քայլելը։ Նրա սենյակում ֆիլմ դիտելիս ադիբուդի ուտելը։ Մինչ լուսադեմ զրուցելը ամեն ինչի ոչնչի մասին։ Վիկտորը նույնպես փոխվեց։ Ամբողջ ընկերությունը նկատեց։ Նա ավելի շատ էր ժպտում։ Շնորհակալություն էր հայտնում։ Աշխատակիցների հետ ավելի մարդկայնորեն էր վարվում։ Ոմանք դա վերագրում էին Էլենին։ Եվ նրանք ճիշտ էին։ Նա նրան մեղմացրել էր։ Նա ցույց էր տվել, որ իշխանությունը կարիք չունի դաժանության հետ լինելու։ Մի շաբաթ օրվա կեսօրին Վիկտորը նրան տարավ իր պենթհաուսը առաջին անգամ տեսնելու։ Էլենը հիացած էր տեսարանով։ Ամբողջ երանը նրանց ոտքերի տակ։ Քաղաքի լույսերը սկսում էին վառվել, մինչ արը մայր էր մտնում։ Գեղեցիկ է, շշնջաց նա։ Դուք այնքան գեղեցիկ չեք։ Նա ծիծաղեց։ Դուք քնքուշ եք դառնում։ Ձեր մեղքով։ Դուք ինձ վարակեցիք։ Նրանք միասին ընթրիք պատրաստեցին։ Կամ ավելի ճիշտ, Էլենը պատրաստում էր, մինչ Վիկտորն ավելի շատ խանգարում էր, քան օգնում։ Նրանք ծիծաղում էին, կատակում, համբուրվում էին բաղադրիչների միջ։ Դա տնային հարմարավետություն էր։ Դա մտերմություն էր։ Դա սեր էր իր ամենամաքուր ձով։ Ընթրիքից հետո նրանք նստեցին բազմոցին։ Վիկտորը նրան մոտ քաշեց, մատներով խաղալով նրա մազերի հետ։ Էլեն, ես պետք է ձեզ մի բան հարցնեմ։ Ինչ եղավ։ Դուք երջանիկ եք։ Իմ հետ։ Այս ամենով։ Նա շրջվեց, նրան նայելու։ Ավելի երջանիկ, քան երբեք պատկերացնում էի, որ հնարավոր է։ Նույնիսկ բոլոր խնդիրներով, բամբասանքներով, տարբերություններով, հատկապես տարբերությունների պատճառով, որովհետև դրանք մեզ լրացնում են։ Վիկտորը նրան համբուրեց։ Դանդաղ, խորը համբույր, լի խոստումով։ Երբ բաժանվեցին, նա լուրջ արտահայտություն ուներ։ Ես ուզում եմ, որ դուք այստեղ տեղափոխվեք։ Իմ հետ։ Էլենը լայն բացեց աչքերը։ Վիկտոր։ Ես գիտեմ, որ արագ է։ Ես գիտեմ, որ ձեր տատիկը նոպակ ունենա։ Բայց ես այլս չեմ կարող։ Չեմ կարող ձեզ թույլ տալ ամեն գիշեր գնալ։ Ուզում եմ արթնանալ ձեզ հետ։ Քնել ձեզ հետ։ Ապրել ձեզ հետ։ Բայց իմ տատիկը։ Նա միայնակ է ապրում։ Ուրեմն նա էլ կգա։ Այստեղ բավականաչափ տեղ կա։ Էլենը ծիծաղեց արցունքների միջով։ Դուք դա կառաջարկեք։ Ապրել իմ քմծիծաղ տատիկի հետ։ Ձեզ համար ես կապրեի քմծիծաղ տատիկների մի բանակի հետ։ Նա նետվեց նրա գիրկը։ Այո։ Այո, ես ուզում եմ ձեզ հետ ապրել։ Տեղափոխությունը տեղի ունեցավ հաջորդ ամիս։ Տատիկը դիմադրեց, բայց ի վերջո համաձայնեց։ Վիկտորը հատուկ նրա համար վերանորոգեց սենյակներից մեկը։ Դրեց բոլոր հին կահույքը, որը նա սիրում էր։
Նույնիսկ ճոճվող աթոռը։ Համակեցությունն սկզբում տարօրինակ էր։ Բայց աստիճանաբար տատիկը սկսեց տեսնել այն, ինչ տեսնում էր Էլենը։ Վիկտորը այն հրեշը չէր, որին նա պատկերացնում էր։ Նա վիրավորված մարդ էր, ով սովորում էր սիրել։ Եվ նա սիրում էր իր թոռնուհուն այնպես, ինչպես նա երբեք ոչ ոքի մոտ չէր տեսել։ Աշխատանքում Էլենը նույնպես զարգանում էր։ Վիկտորը նրան ընդունեց մասնավոր համալսարան։ Նա սկսեց կառավարման կուրսը։ Սովորում էր երեկոյան, աշխատում էր ցերեկը, աստիճանաբար դառնում էր ոչ միայն նրա օգնականը, այլ նրա բիզնես գործընկերը։ Նա նրա հետ խորհրդակցում էր կարևոր որոշումների շուրջ։ Գնահատում էր նրա կարծիքը։ Եվ երբ նա Էլենին ներկայացրեց հանդիպման ժամանակ, որպես իր ապագա գործառնական տնօրեն, ոչ ոք չկասկածեց։ Նա ապացուցել էր իր արժեքը։ Դեկտեմբերյան մի երեկո էր, երբ ամեն ինչ նորից փոխվեց։ Ընկերությունը կազմակերպում էր տարեվերջյան երեկույթ։ Այն պետք է լիներ շենքի տանիքում, Երանի հյուսիսային պողոտայի տեսարանով, որը լուսավորված էր Սուրբ Ծննդյան համար։ Էլենը գեղեցիկ էր զմրուխտ կանաչ զգեստով, որը Վիկտորը գնել էր նրա համար։ Մազերը բաց էին, ալիքներով թափվում էին ուսերին։ Առաջին անգամ նա բարձրակրունկներ էր կրում, առանց սայթաքելու վախի։ Վիկտորը չէր կարողանում նրա վրայից աչք կտրել։ Այդ կինը, այդ ամաչկոտ աղջիկը, ով մտել էր իր կյանք, հատակներ մաքրելով, վերածվել էր աստվածուհու։ Բայց ոչ թե զգեստի կամ դիմահարդարման պատճառով, այլ այն վստահության պատճառով, որն հիմա կրում էր։ Այն ուժի պատճառով, որը նա հայտնաբերել էր։ Երեկույթը աշխույժ էր։ Երաժշտություն, ուտելիք, խմիչք։ Բոլորը զվարճանում էին։ Հենց այդ ժամանակ Վիկտորը խնդրեց, որ երաժշտությունը դադարի։ Նա բարձրացավ այդ առիթով տեղադրված փոքր բեմ։ Բարի երեկո բոլորին։ Հուսով եմ, որ լավ եք ժամանց անցկացնում։ Կային ծափահարություններ, հավանության բացականչություններ։ Ինչպես գիտեք, այս տարին ինձ համար փոխակերպող էր։ Անձնական մասնագիտական առումով։ Եվ դա պայմանավորված է մեկ անձով։ Էլեն, կարող եք գալ այստեղ։ Էլենը զգաց, որ սիրտը արագանում է։ Բոլորի գլուխները շրջվեցին դեպի նրան։ Դողացող ոտքերով նա քայլեց դեպի բեմ։ Վիկտորը բռնեց նրա ձեռքը։ Երբ դուք մտաք իմ կյանք, սկսեց նա, ես կորած մարդ էի։ Հարուստ, այո։ Հաջողակ, գուցե։ Բայց դատարկ։ Դուք ինձ ցույց տվեցիք, որ ավելին կար։ Որ ես կարող էի ավելին լինել։ Նա ամբողջովին շրջվեց դեպի նրան, բռնելով նրա երկու ձեռքերը։ Դուք ինձ սովորեցրիք սիրել։ Վստահել։ Նորից մարդ լինել։ Եվ ես չեմ ուզում իմ կյանքի ոչ մի օր անցկացնել առանց ձեզ։ Այնուհետ բոլոր աշխատակիցների, ընկերների, գործընկերների առաջ Վիկտորը ծնկի իջավ։ Գրպանից հանեց մի փոքր տուփ։ Բացեց այն, բացահայտելով պարզ, բայց էլեգանտ մատանի։ Էլեն, դուք համաձայնում եք ամուսնանալ ինձ հետ։ Տանիքում լռությունը բացարձակ էր։ Էլենը լացում էր։ Ձեռքերը դողում էին։ Ամբողջ աշխարհը կարծես կանգ էր առել։ Այո, շշնջաց նա։ Հետո ավելի բարձր։ Այո։ Այո, ես համաձայն եմ։ Վիկտորը վեր կացավ, մատանին դրեց նրա մատին, համբուրեց նրան։ Տանիքը պայթեց ծափահարություններով, բացականչություններով, սուլոցներով։ Դա տոնակատարություն էր։ Դա սեր էր։ Դա փրկություն էր։ Կարոլինա Վարդանյանը, ով ներկա էր որպես ներդրող, ծափահարեց արցունքներով աչքերում։ Արամը, ով նույնպես այնտեղ էր, ժպտաց տխրությամբ, բայց անկեղծորեն։ Եվ Մարինեն, քարտուղարուհին, ով այդքան էր փորձել կործանել Էլենին, լռեց, հասկանալով, որ պարտվել է։ Հետագա ամիսները նախապատրաստությունների էին։ Հարսանիքը պետք է լիներ մարտին, աշնան սկզբին։ Էլենը պարզ բան էր ուզում, բայց Վիկտորը պնդեց հիշարժան բանի վրա։ Ոչ թե շքեղության, այլ սիրո համար։ Նա ուզում էր, որ ամբողջ աշխարհը իմանար, որ այդ կինը իրենն էր։ Նրանք ընտրեցին պատմական ֆերմա Երանի մերձակայքում։ Հսկայական այգիներ, հին մատուռ, խաղաղություն։ Արարողությունը պետք է լիներ բացօթյա, մայրամուտին։ Էլենի տատիկը լացեց, երբ նրան հարսանեկան զգեստով տեսավ։ Դա պարզ, ժանյակավոր, նուրբ զգեստ էր։
Ինչպես ինքը, Էլենը։ Դու շատ գեղեցիկ ես, աղջիկս։ Քո մայրը այնքան հպարտ կլիներ։ Էլենը գրկեց տատիկին։ Շնորհակալություն, տատիկ։ Ամեն ինչի համար։ Ինձ մեծացնելու համար։ Ինձ սիրելու համար, նույնիսկ երբ չէիր հասկանում իմ ընտրությունները։ Ես պարզապես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Ես եմ։ Ավելի, քան երբեք երազել եմ, որ հնարավոր է։ Հարսանիքի օրը եկավ շողշողուն արով։ Ավելի քան 200 հյուր։ Ծաղիկներ ամեն կողմից։ Դասական երաժշտություն, մեղմորեն հնչող։ Երբ Էլենը քայլում էր թերթիկների միջանցքով, տատիկի կողմից առաջնորդված, քանի որ հայր չուներ, Վիկտորը զգաց, որ արցունքներն են հոսում։ Նա, ով միշտ կոշտ էր, անթափանցելի, լացում էր բոլորի առաջ։ Որովհետև դա կատարելության պատկերն էր։ Իսկական սիրո։ Այն ամենի, ինչ նա երբեք չգիտեր, որ ուզում է, մինչ նրան գտավ։ Երդումները պարզ էին, բայց խորը։ Նա խոստացավ սիրել նրան ամեն օր։ Նա խոստացավ լինել նրա կողքին ամեն պահի։ Եվ երբ քահանան ասաց, որ կարող են համբուրվել, համբույրը երկար էր, ինտենսիվ, կնքված հավերժության համար։ Երեկույթը կախարդական էր։ Նրանք պարում էին, մինչ ոտքերը կցավային։ Ծիծաղում էին, մինչ այտերը կայրվեին։ Եվ երբ վերջապես գնացին ֆերմայում ամրագրված սենյակ, երկուսն էլ հյուծված էին, բայց երջանիկ։ Այդ գիշեր, առաջին անգամ, Էլենը լիովին հանձնվեց։ Առանց վախի։ Առանց վերապահումների։ Եվ Վիկտորը զգույշ էր, նուրբ, այդ պահը սուրբ դարձնելով։ Դա պարզապես սեքս չէր։ Դա միություն էր։ Դա երկուսի մեկ դառնալն էր։ Մեղրամիսը Վենետիկում էր, Իտալիա։ 15 օր շքեղ տեսարաններով, զարմանալի ուտելիքով միմյանց ընկերակցությամբ։ Դրանք նրանց երկուսի կյանքի ամենաերջանիկ օրերն էին։ Երբ նրանք վերադարձան Հայաստան, առօրյան նորից սկսվեց։ Բայց դա երջանիկ առօրյա էր։ Էլենն այժմ պաշտոնապես գործառնական տնօրեն էր։ Ղեկավարում էր 20 հոգանոց թիմ։ Կարևոր որոշումներ էր կայացնում։ Եվ Վիկտորն ավելի հպարտ լինել չէր կարող։ Ամուսնությունից 2 ամիս անց էր, որ Էլենը սկսեց սրտխառնոց զգալ։ Սկզբում կարծեց, որ ինչ-որ բան է կերել։ Բայց երբ սրտխառնոցները շարունակվեցին, ուղեկցվելով գլխապտույտներով անբացատրելի հոգնածությամբ, նա որոշեց դիմել բժշկի։ Թեստը դրական էր։ Էլենը հղի էր։ Նա գրեթե 1 ժամ նստած մնաց մեքենայում, դողացող ձեռքերում պահելով հետազոտության արդյունքները։ Երեխա։ Նա մայր էր դառնալու։ Նրանք ծնող էին դառնալու։ Ինչպես կարձագանքեր Վիկտորը։ Նրանք երբեք երեխաների մասին չէին խոսել։ Իսկ եթե նա չցանկանար։ Իսկ եթե դա ամեն ինչ փոխեր։ Բայց երբ նա հասավ տուն պատմեց, տեսավ մի բան, որը երբեք չէր մոռանա։ Վիկտորը մարդը, ով կայսրություններ էր ղեկավարում, ով միլիոններ էր բանակցում, ով երբեք թուլություն չէր ցուցաբերում, ծնկի իջավ գրկեց նրա որովայնը։ Որդի, շշնջաց նա, ձայնը խեղդված։ Մեր որդին։ Դուք երջանիկ եք։ Նա վեր նայեց, աչքերը փայլելով արցունքներից։ Երջանիկ։ Էլեն, ես լիարժեք եմ։ Դուք ինձ ամեն ինչ տվեցիք։ Եվ հիմա էլ ավելին եք տալիս։ Նա նրան համբուրեց։ Որովայնը, դեմքը, ձեռքերը։ Ծածկեց նրան համբույրներով, խոստումներով։ Խոստումներ, լինելու լավագույն հայրը։ Տալու իրենց որդուն այն սերը, որը նա երբեք չի ունեցել։ Կառուցելու իսկական ընտանիք։ Հղիությունը հանգիստ անցավ։ Վիկտորը դարձավ գերպաշտպանող։ Թույլ չէր տալիս Էլենին ջանքեր գործադրել։ Պայմանագիր կնքեց լավագույն բժիշկների հետ։ Զգուշորեն պատրաստեց երեխայի սենյակը։ Տատիկը ջառագայթում էր։ Վերջապես կունենար ծոր։ Եվ Վիկտորը նրա համար դարձել էր թոռան պես։ Ընտանիքը լիարժեք էր։ Աշխատանքում Էլենը շարունակում էր ակտիվ մնալ։ Միայն վերջին ամիսներին դանդաղեցրեց տեմպը։ Ամբողջ թիմը ոգորված էր։ Անակնկալ մանկական երեկույթ կազմակերպեցին։ Վիկտորը լացեց։ Նորից։ Այդ մարդը, ով սառույց էր, հիմա գետ էր։ Ծննդաբերությունը տեղի ունեցավ սեպտեմբերյան մի կեսօրին։
Էլենը ծննդաբերություն սկսեց հանդիպման ժամանակ։ Վիկտորը նրանից ավելի խուճապի մատնվեց։ Միաժամանակ զանգեց բոլոր բժիշկներին։ Գրեթե վթարի ենթարկվեց հիվանդանոցի ճանապարհին։ 12 ժամ ծննդաբերություն էր։ Վիկտորը Էլենի ձեռքը բռնած էր ամբողջ ժամանակ։ Սրբում էր նրա քրտինքը։ Շշնջում էր քաջալերող խոսքեր։ Եվ երբ վերջապես լսեցին առաջին լացը, երկուսն էլ միասին լացեցին։ Դա տղա էր։ Կատարյալ։ Առողջ։ Մոր աչքերով, հոր քթով։ Ինչպես ենք նրան անվանելու, հարցրեց բուժքույրը։ Էլենը նայեց Վիկտորին։ Նրանք արդեն խոսել էին դրա մասին։ Գաբրիել, ասացին նրանք միասին։ Գաբրիել Դավթյան։ Անունը նշանակում էր Աստծո պատգամավոր։ Եվ հենց դա էր այդ երեխան։ Մի հաղորդագրություն, որ իսկական սեր գոյություն ունի։ Որ մարդիկ կարող են փոխվել։ Որ փրկությունը հնարավոր է։ 3 օր անց Գաբրիելին տուն տարան։ Տատիկը սպասում էր, տունը զարդարված, ուտելիքը պատրաստ։ Դա տոնակատարություն էր։ Դա երախտագիտություն էր։ Դա ընտանիք էր։ Այդ գիշեր, Գաբրիելին քնեցնելուց հետո, Վիկտորն ու Էլենը դիտում էին որդուն։ Այնքան փոքր։ Այնքան փխրուն։ Այնքան կատարյալ։ Հիշում եք այն օրը, երբ մենք ծանոթացանք, հարցրեց Վիկտորը։ Ինչպես մոռանամ։ Ես թափեցի ձեր թղթերը։ Նա ծիծաղեց։ Ես հիմար էի ձեր հետ։ Այո։ Բայց փոխվեցիք։ Դուք ինձ փոխեցիք։ Դուք փրկեցիք իմ կյանքը, Էլեն։ Նա գլուխը հենեց նրա ուսին։ Կարծում եմ, որ մենք փրկեցինք միմյանց։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված, դիտելով, թե ինչպես է որդին քնում։ Երկու աշխարհ, որոնք բախվեցին, միաձուլվեցին։ Աղջիկը, ով մաքրում էր հատակները, սառը սրտով միլիոնատերը։ Միասին նրանք կառուցեցին մի բան, որն ավելի մեծ էր, քան երկուսն էլ։ Նրանք կառուցեցին սեր։ Նրանք կառուցեցին ընտանիք։ Նրանք կառուցեցին կյանք։ Եվ մինչ Երանը եռում էր ներքում, իր երկնաքերերով լույսերով, այդ բնակարանի ներսում խաղաղություն կար։ Սեր կար։ Հույս կար։ Վիկտորը մտածում էր այն ամենի մասին, ինչ նա հասել էր կյանքում։ Ընկերությունները։ Փողը։ Իշխանությունը։ Ամեն ինչ աննշան էր թվում այդ պահի համեմատ։ Գրկել այն կնոջը, ում սիրում էր։ Նայել այն որդուն, ում նրանք մեծացրել էին։ Դա իսկական հարստություն էր։ Էլենը մտածում էր ճանապարհորդության մասին։ Այն ամաչկոտ աղջկա մասին, ով ինքն էր։ Այն վախերի մասին, որոնց նա դիմակայել էր։ Այն պատնեշների մասին, որոնք նա կոտրել էր։ Ամեն ինչ արժեր։ Յուրաքանչյուր արցունք։ Յուրաքանչյուր կասկած։ Յուրաքանչյուր մարտահրավեր։ Որովհետև դրանք նրան բերեցին այստեղ։ Մինչ այդ կատարյալ պահը։ Գաբրիելը շարժվեց օրորոցում մի փոքր հոգոց հանելով։ Երկուսն էլ ժպտացին։ Ապագան այնտեղ էր։ Փոքր։ Փխրուն։ Բայց լի անսահման հնարավորություններով։ Եվ այսպես, Երանի աստղազարդ երկնքի տակ, մի ընտանիք քնած էր խաղաղությամբ։ Մի ընտանիք, որը կառուցված էր ոչ թե արյան կամ ավանդույթի վրա, այլ ընտրության վրա։ Սիրո վրա։ Այն քաջության վրա, որ հավատան, որ երջանիկ ավարտները միայն հեքիաթների համար չեն։ Դրանք նրանց համար են, ովքեր համարձակվում են սիրել։ Ովքեր համարձակվում են փոխվել։ Ովքեր համարձակվում են հավատալ, որ նույնիսկ ամենաանհավանական վայրերում սերը կարող է ծաղկել։ Վիկտոր Դավթյանը, մարդը, ով երբեք չգիտեր սիրել, այժմ սիրով էր լցված։ Էլենը, անտեսանելի աղջիկը, այժմ ավելի էր փայլում, քան ցանկացած աստղ։ Եվ Գաբրիելը, այդ անհավանական սիրո պտուղը, կենդանի ապացույցն էր, որ հրաշքներ տեղի են ունենում։ Ոչ թե ֆիլմերի հրաշքները, այլ իրական հրաշքները։ Այնոնք, որոնք քարե սրտերը վերածում են մարմնի սրտերի։ Այնոնք, որոնք բարձրացնում են խոնարհներին, մարդկայնացնում հզորներին։ Այնոնք, որոնք ապացուցում են, որ կարևոր չէ, թե որտեղից ես սկսում, կարևոր է, թե ուր է քեզ տանում սերը։ Եվ սերը նրանց բերել էր այստեղ։ Միասին։ Լիարժեք։ Հավերժ։
Որովհետև ի վերջո հարստությունները չեն որոշում մարդուն։ Դա նրա սիրելու կարողությունն է։ Փոխվելու։ Ծնկի գալու այն ամենի առաջ, ինչն իսկապես կարևոր է։ Եվ Վիկտորը ծնկի էր եկել։ Ոչ թուլությունից, այլ ուժից։ Այն ուժից, որը տալիս է միայն իսկական սերը։ Եվ Էլենը բարձրացել էր։ Ոչ հպարտությունից, այլ արժանիքից։ Այն արժանիքից, ով միշտ գիտեր իր արժեքը, նույնիսկ երբ աշխարհը պնդում էր անտեսել նրան։ Միասին նրանք ապացույցն էին, որ անհնարինը պարզապես բառ է։ Որ պատնեշները կառուցված են կոտրելու համար։ Որ սերը չի ճանաչում սոցիալական դասեր, տարբերություններ կամ խոչընդոտներ։ Սերը պարզապես կա։ Եվ հաղթում է։ Միշտ։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Էլենի Վիկտորի պատմությունը դիպչել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենից շատ տպավորել։ Ամեն օր մենք ձեզ համար բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։